Տնից վտարված խնամքի պատրվակով տարեց կինը թողնվում է շքեղ կլինիկայում, որտեղ լռությունն ավելի ծանր է, քան հարմարավետությունը։ Փախչելով անցյալից մնացած մի տուփով, նա հայտնաբերում է, որ մեծ ժառանգության ող է, որ իր պատմությունը նշմարել են սերը զոհաբերությունը։ Տարիներ անց նա վերադառնում է փոխված, միավորելով սերունդներին ներումի միջոցով սկսելով հիշողության, սիրո արդարության ժառանգություն։ Անձրը մեղմորեն թակում էր Դիլիջանի տան պատուհաններին, երբ տիկին Ագնեսը վերջին անգամ էր հավաքում իր հագուստները մաշված կաշվե ճամպրուկի մեջ։ Նրա դողդոջուն ձեռքերը ծալում էին յուրաքանչյուր կտոր, այնպիսի խնամքով, կարծես դեռ լիովին չէր հավատում, թե ինչ էր կատարվում։ 50 տարի այդ տանը։ 50 տարվա հիշողություններ, որոնք այժմ տեղավորվում էին երկու ճամպրուկի մի փայտե տուփի մեջ, որը նա պնդում էր իր հետ տանել, չնայած իր որդու Մարտինի զուսպ բողոքներին։ Մարտինը մորը դիտում էր սենյակի դռնից, նրա անթերի կոստյումը հակադրվում էր պարզ, հին լուսանկարներով լի միջավայրին։ 42 տարեկանում նա հիանալի կարիերա էր կերտել որպես բազմազգ ընկերության գործադիր տնօրեն, բայց այդ պահին կրծքի մեջ սեղմում էր զգում, որը փողը չէր կարող թեթացնել։ Նրա կողքին Վիոլետը հարմարեցնում էր մարգարտյա վզնոցը նուրբ ժպիտ էր պահում դեմքին, նույն ժպիտը, որը նա օգտագործում էր գործնական ընթրիքների ժամանակ։ «Մայրիկ, դուք կսիրեք Խովտի ապաստան տունը», ասաց Մարտինը, փորձելով ձայնը հաստատ պահել։ Դա հիանալի վայր է, այգիներով, գործունեությամբ, բուժքույրերով, որոնք հասանելի են 24 ժամ։ Դուք արժանի եք այս հարմարավետությանը։ Ագնեսը անմիջապես չպատասխանեց։ Նա շարունակեց ծալել մի կապույտ շալ, որը պատկանել էր իր մորը։ Տան լռությունը ծանր էր, տարբերվում էր այն հարմարավետ լռությունից, որը նա ճանաչում էր։ Այս լռությունը հրաժեշտի համ ուներ։ Ես լավ եմ այստեղ, որդիս։ Միշտ էլ լավ եմ եղել, վերջապես մրմնջաց նա, առանց աչքերը բարձրացնելու։ Վիոլետը մի քայլ առաջ արեց, նրա ձայնը մեղմ էր, մեղրի պես։ Տիկին Ագնես, դուք գիտեք, որ մենք շատ ենք անհանգստանում ձեր առողջության համար։ Միայնակ այստեղ, եթե ինչ-որ բան պատահի, մենք չենք կարող արագ օգնել։ Մարտինը մինչ ուշ է աշխատում, ես ունեմ իմ սոցիալական պարտականությունները, տունը շտապ վերանորոգման կարիք ունի։ Այդ ամենը ձեզ համար է, ձեր անվտանգության համար։ Վերանորոգում բառը արձագանքեց Ագնեսի մտքում հուղարկավորության զանգի պես։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր ուզում ասել Վիոլետը։ Հին տունը, իր մուգ փայտե կահույքով ժանյակավոր վարագույրներով, չէր համապատասխանում զույգի ժամանակակից պլաններին։ Վիոլետը արդեն մի քանի անգամ մեկնաբանել էր տեղը մինիմալիստական, լուսավոր տարածքի վերածելու մասին, որը կատարյալ կլիներ Մարտինի գործընկերներին ընդունելու համար։ Հասկանում եմ, ասաց Ագնեսը, առաջին անգամ բարձրացրեց աչքերը, որդու աչքերին հանդիպելու համար։ Մարտինը շեղեց հայացքը։ Ճանապարհորդությունը դեպի Հովտի ապաստան տուն լուռ էր։ Ագնեսը փայտե տուփը ծնկներին էր պահել, կարծես փխրուն գանձ լիներ, մինչ նա պատուհանից դիտում էր Դիլիջանի հեռացող լեռները։ Ճանապարհի յուրաքանչյուր շրջադարձ կարծես իր պատմության մի կտորը հեռացնում էր։ Նա մտածեց Սերոբի, իր ամուսնու մասին, ով մահացել էր 10 տարի առաջ։ Արդյոք նա կթույլատրեր սա։ Արդյոք նա թույլ կտար, որ որդին իրենց բաժանի այն տնից, որը նրանք միասին կառուցել էին այդքան զոհաբերություններով։ Հովտի ապաստան տունը իսկապես տպավորիչ էր։ Անթերի սպիտակ պատեր, կատարելապես հարդարված այգիներ, ժպտացող համազգեստով աշխատակիցներ։ Ամեն ինչ շատ մաքուր էր, շատ կազմակերպված, շատ անձնական։ Ագնեսին տարան երկրորդ հարկի անհատական սենյակ, այգու տեսարանով, որտեղ այլ տարեցներ դանդաղ քայլում էին, ոմանք հրելով քայլակներ, ոմանք նստած անվասայլակներում։ Դուք արագ կհարմարվեք, վստահեցրեց գլխավոր բուժքույրը, մի ամրակազմ կին, հավաքված մազերով։ Այստեղ մենք ունենք ամենօրյա գործունեություն, հավասարակշռված սնունդ, իսկ ընդհանուր սենյակի հեռուստացույցն ունի բոլոր ալիքները։ Մարտինը ճամպրուկները դրեց հատակին, մոտեցավ մորը։ Ամեն շաբաթ կայցելեմ ձեզ, մայրիկ։ Դուք կտեսնեք, թե ինչպես է սա լավագույնը բոլորի համար։ Բոլորի համար, կրկնեց Ագնեսը մեղմորեն, բայց ոչ ոք կարծես չլսեց։ Վիոլետը նույնիսկ սենյակ չմտավ։ Նա մնաց միջանցքում, հեռախոսով հաղորդագրություններ ստուգելով, անհամբեր սպասելով հեռանալուն։ Երբ վերջապես գնացին, Ագնեսը նստեց նեղ անկողնուն շուրջը նայեց։ Սենյակը մաքուր էր, ֆունկցիոնալ, դատարկ։ Տեղ չկար այն լուսանկարների համար, որոնք բերել էր, տեղ չկար կապույտ շալը կախելու համար, պատմություն չկար այդ սպիտակ պատերին։ Այդ գիշեր, մինչ մյուս բնակիչները քնած էին, Ագնեսը արթուն մնաց։
Այնտեղի լռությունը տարբերվում էր իր տան լռությունից։ Դա ինստիտուցիոնալ լռություն էր, որը խախտվում էր միայն միջանցքներում հողաթափերի քաշքշոցով հեռվից լսվող հեռուստացույցի ձայնով։ Նա բացեց փայտե տուփը, որը պահում էր անկողնու կողքին, մատները անցկացրեց այնտեղ պահված հին նամակների վրայով։ Դրանք իր ծնողների սերոբի նամակներն էին, մի ժամանակաշրջանից, երբ բառերը դեռ կշիռ մնայունություն ունեին։ Մի բուժքույր առանց թակելու մտավ սենյակ, դեղեր բերելով։ Տիկին Ագնես, սա պետք է խմեք քնելուց առաջ, մեխանիկորեն ասաց նա, արդեն մեկնելով բաժակը ջրով դեղահաբերը։ Բայց ես դեղեր չեմ խմում, բողոքեց Ագնեսը։ Դա գրված է քարտում։ Բարձր ճնշում վիտամիններ։ Բժշկի հրամաններով։ Ագնեսը լուռ կուլ տվեց դեղահաբերը, իրեն ավելի ու ավելի զգալով որպես օբյեկտ, որը մշակվում էր արդյունավետ համակարգի կողմից։ Երբ բուժքույրը դուրս եկավ, նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Ներքում այգին մութ էր ու ամայի։ Նա մտածեց իր սեփական տան մասին, այն պատշգամբի մասին, որտեղ սովորաբար առավոտյան սուրճ էր խմում, այն խոհանոցի մասին, որտեղ հազարավոր կերակուրներ էր պատրաստել ընտանիքի համար, այն հյուրասենյակի մասին, որտեղ Մարտինը իր առաջին քայլերն էր արել։ Ինչպես հասանք այս կետին, շշնջաց նա ապակու արտացոլանքին։ Հաջորդ օրերը միապաղաղ առօրյա էին, ճաշեր ժամանակին, ծրագրված գործունեություն, դատարկ զրույցներ այլ բնակիչների հետ, ովքեր կարծես հրաժարվել էին իրենց սեփական պատմություններից։ Ագնեսը փորձեց մասնակցել, փորձեց ժպտալ, փորձեց իրեն համոզել, որ դա իսկապես լավագույնն էր։ Բայց ամեն գիշեր, բացելով փայտե տուփը, վերընթերցելով հին նամակները, նա զգում էր, թե ինչպես է կրծքի մեջ սեղմվում աճող հաստատակամությամբ։ Նա չէր պատկանում այդ վայրին։ Չորրորդ գիշերը, երբ բոլորն արդեն քնած էին, Ագնեսը որոշում կայացրեց։ Նա իր քիչ հագուստները հավաքեց մի փոքր պայուսակի մեջ, բրդյա բաճկոն հագավ, վերցրեց փայտե տուփը։ Նրա մատները դողում էին, երբ նա զգուշորեն բացեց սենյակի դուռը։ Միջանցքը թույլ էր լուսավորված, նա գիտեր բուժքույրերի շրջայցերի ժամերը։ Նա 15 րոպեի պատուհան ուներ։ Նա դանդաղ քայլեց, խուսափելով աղմուկ հանելուց, զգալով, թե ինչպես է սիրտը արագ բաբախում կրծքի մեջ։ Ամեն քայլ հավերժություն էր թվում։ Հասնելով ծառայողական աստիճաններին, որոնք նա հայտնաբերել էր իր հետազոտական զբոսանքներից մեկի ժամանակ, նա սկսեց զգուշորեն իջնել, հենվելով բազրիքին։ Ընկնելու։ Վախը ավելի փոքր էր, քան իր օրերի մնացած մասը այդ վայրում անցկացնելու վախը։ Նրան հաջողվեց դուրս գալ կողմնակի դռնով, որը տանում էր դեպի շենքի հետնամասը։ Գիշերը ցուրտ էր, թույլ անձր էր սկսում տեղալ։ Ագնեսը հետ չնայեց։ Նա քայլեց մութ փողոցով, չիմանալով, թե ուր գնալ, պարզապես իմանալով, որ պետք է հեռանա։ Փայտե տուփը ծանր էր նրա ձեռքերում, բայց նա այն վճռականորեն էր պահում։ Քաղաքի լույսերը հեռվում թարթում էին, երբ նա հեռանում էր հովտի ապաստան տնից։ Անձրն ուժեղացավ, թրջելով նրա բաճկոնը, բայց Ագնեսը շարունակեց քայլել։ Նա պլան չուներ, նպատակ չուներ, նա պարզապես հաստատակամ էր, որ պետք է վերականգներ իր արժանապատվությունը, եթե նույնիսկ դա լիներ մի քաղաքի թաց փողոցներում, որն այլս իրենը չէր։ Նրա քայլերն ավելի ու ավելի դանդաղ էին դառնում, ավելի ու ավելի ծանր։ Տարիքը, հոգնածությունը սկսում էին իրենց գինը պահանջել։ Երբ վերջապես նրա ոտքերը թուլացան, նա զգաց, որ աշխարհը պտտվում է, մինչ խավարը տեսած վերջին բանը հեռվում մի փոքր խանութի լույսերն էին փայտե տուփը, որն ընկնում էր իր կողքին, թաց մայթին։ Երբ Ագնեսը բացեց աչքերը, իր վերում գտնվող անհայտ առաստաղը խոնավությունից բծեր ուներ, բայց ինչ-որ հարմարավետ բան կար այդ պարզ միջավայրում։ Մի թույլ լամպ էր լուսավորում փոքրիկ սենյակը, թարմ սուրճի հոտը ներթափանցում էր նրա զգայարանները։ Նա փորձեց նստել, բայց մեջքի սուր ցավը ստիպեց նրան մեղմորեն հառաչել։ Հանգիստ, տիկին, դեռ մի կանգնեք, ասաց մի կանացի ձայն, մեղմ անհանգիստ։ Մի 40 տարեկան կին, սմազերը պոչով հավաքած ալյուրով բծոտված գոգնոցով, մոտեցավ մի բաժակ ջրով։ Դուք ուշաթափվել էիք փողոցում։ Իմ ամուսինը ձեզ գտավ, երբ աշխատանքից էր վերադառնում։ Ագնեսը դողդոջուն ձեռքերով ընդունեց ջուրը, փորձելով մտքերը կարգի բերել։ Նա հիշում էր փախուստը, անձրը, հոգնածությունը։ Եվ հիմա նա այնտեղ էր, անծանոթ տանը, անծանոթների կողմից խնամված։ Որտե՞ղ եմ ես, կարողացավ հարցնել, ձայնը խռպոտ։ Մեր տանը, Աբովյանում։ Ես Թերեզան եմ, իսկ իմ ամուսինը Հովհաննեսը։ Դուք թաց էիք, տենդով։ Մենք կանչեցինք բուժկետի բժշկին, նա ասաց, որ դա պարզապես թուլություն էր անձրի ցուրտը։
Արդեն 2 օր է, ինչ դուք հանգստանում եք։ 2 օր։ Ագնեսը փորձեց մշակել տեղեկատվությունը։ Մարտինը պետք է փնտրեր իրեն։ Կամ արդյոք նա փնտրում էր։ Տխրության մի սուր զգացում անցավ նրա կրծքով, պատկերացնելով որդուն, ով պարզապես թեթացած էր, որ այլս պետք չէր զբաղվել տարեց մոր անհարմարությամբ։ Իմ տուփը, հանկարծ ասաց նա, նորից փորձելով կանգնել։ Մի փայտե տուփ, այն ինձ մոտ էր։ Այստեղ է հանգիստ, պատասխանեց Թերեզան, մատնացույց անելով սենյակի անկյունը, որտեղ կեդրի տուփը անվնաս հանգչում էր։ Մենք ոչինչ չենք շոշափել ձեր իրերից։ Ձեր հագուստները չորանում են լվացքի պարանին։ Ագնեսի աչքերում անկախ արցունքներ հայտնվեցին։ Որքան ժամանակ էր, որ ոչ ոք իրեն այդքան նրբորեն չէր խնամել, առանց որևէ բան ակնկալելու։ Շնորհակալ եմ, մրմնջաց նա, ձայնը խեղդված։ Հովհաննեսը այդ պահին մտավ սենյակ, թուխ մաշկով ուժեղ տղամարդ, ծանր աշխատանքից կոշտացած ձեռքերով։ Նա շինարարական համազգեստ էր կրում, անկեղծ ժպիտ ուներ։ Ինչ լավ է, որ դուք արթնացաք։ Մեզ անհանգստացնում էիք։ Բերել եմ մի քիչ արգանակ, որը Թերեզան է պատրաստել, կօգնի ուժերը վերականգնել։ Հաջորդ օրերին Ագնեսը վերականգնում էր իր ուժերը այդ խոնարհ տանը։ Հյուրասենյակը խոհանոցը մեկ տարածք էին, փայտե սեղանով, որտեղ ընտանիքը ճաշում էր։ Կային ընդամենը 2 սենյակ, նա հասկացավ, որ զբաղեցնում էր ամուսնական սենյակը, մինչ Հովհաննեսը Թերեզան քնում էին հյուրասենյակում, ինքնաշեն ներքնակի վրա։ Պետք չէ դա անել, բողոքեց Ագնեսը, երբ հայտնաբերեց։ Ես կարող եմ քնել հյուրասենյակում, չեմ ուզում անհանգստացնել։ Դուք բոլորովին չեք անհանգստացնում, հաստատապես պատասխանեց Թերեզան։ Իմ մայրը միշտ ասում էր, որ մենք քաղում ենք այն, ինչ ցանում ենք։ Եթե այսօր կարող ենք օգնել, վաղը մեկ ուրիշը մեզ կօգնի, երբ մենք կարիք ունենանք։ Հովհաննեսը աշխատում էր որպես որմնադիր, ամեն առավոտ շուտ էր գնում աշխատանքի։ Թերեզան տորթեր աղի թխվածքներ էր պատրաստում, որոնք վաճառում էր թաղի հացի փռին։ Զույգի կյանքը պարզ էր, բայց այդ պարզության մեջ կար մի արժանապատվություն, որը Ագնեսը մոռացել էր, որ գոյություն ունի։ Շքեղություն չկար, բայց կար հարգանք։ Նյութական հարմարավետություն չկար, բայց կար մարդկային ջերմություն։ Մի կեսօր, երբ Թերեզան հունցում էր խմորը տորթերի համար, Ագնեսը քաջություն հավաքեց հարցնելու. Ինչու՞։ Օգնեցիք ինձ։ Դուք ինձ չեք ճանաչում, ոչինչ չգիտեք իմ մասին։ Թերեզան դադարեցրեց իր արածը, նայեց Ագնեսին բարի աչքերով։ Դուք կարիք ունեիք։ Դա բավական էր։ Բացի այդ, մենք երբեք չգիտենք, թե ինչ պատմություն է կրում յուրաքանչյուր մարդ։ Բոլորն արժանի են երկրորդ հնարավորության, շնչելու տեղի։ Ագնեսը զգաց այդ խոսքերի ծանրությունը։ Երկրորդ հնարավորություն։ Հենց դա էր իրեն պետք։ Այդ գիշեր, միայնակ սենյակում, նա որոշեց, որ ժամանակն է բացել կեդրի տուփը, որը այդքան ժամանակ պահում էր։ Նրա մատները շոյում էին փայլեցված փայտը, զգալով ժամանակի հետքերը։ Սերոբը նրան տվել էր այդ տուփը հարսանիքի օրը, ասելով, որ այնտեղ պետք է պահի իր ամենաթանկ գանձերը։ Նա դանդաղ բացեց կափարիչը, կարծես վախենում էր, որ պարունակությունը կարող է անհետանալ։ Այնտեղ էին այն նամակները, որոնք նա արդեն գիտեր, դեղնած լուսանկարները, արծաթե կրծքազարդը։ Բայց ներքում, մետաքսե կտորի մեջ փաթաթված, մի ծրար կար, որը նա չէր հիշում, որ նախկինում տեսել էր։ Դողդոջուն ձեռքերով նա վերցրեց ծրարը, անմիջապես ճանաչեց իր մոր նրբագեղ ձեռագիրը։ Թուղթը հին էր, ժամանակի կողմից խոցելի դարձած։ Ագնեսը զգուշորեն բացեց նամակը, առաջին բառերը ստիպեցին նրա սրտին արագ բաբախել։ Իմ սիրելի դուստր Ագնես, եթե դու կարդում ես սա, ուրեմն ժամանակն է իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Նամակը երկար էր, գրված իր մոր նուրբ ձեռագրով, յուրաքանչյուր բառ բացահայտում էր մի անցյալ, որը Ագնեսը կարծում էր, թե գիտեր, բայց որը իրականում խորը գաղտնիքներ էր թաքցնում։ Նրա մայրը պատմում էր Ալեքսանդրյանների ընտանիքի մասին, Հայաստանի ամենաավանդական տոհմերից մեկի մասին, որը հողերի, ֆերմաների սերունդներով փոխանցվող բիզնեսների սեփականատեր էր։ Դու մեծացել ես այս աշխարհից հեռու, գրում էր մայրը, որովհետև ես ընտրեցի սերը հարստության փոխարեն։ Բայց ես երբեք չդադարեցի լինել օրինական ժառանգորդ։ Երբ դու որոշեցիր փախչել Սերոբի, քո սիրելի ձկնորսի հետ, ես մտածեցի, որ կրկնում ես իմ պատմությունը։ Քո պապը քեզ զրկեց ժառանգությունից, ինչպես իմ հայրը սպառնացել էր ինձ։ Բայց ի տարբերություն ինձ, դու գնացիր մինչ վերջ։ Ես միշտ հիացել եմ քո քաջությամբ։
Ագնեսին պետք եկավ մի պահ դադարել կարդալուց։ Սա անիմաստ էր։ Նա միշտ հավատացել էր, որ պարզ ընտանիքից է, որ իր մայրը աշխատել է որպես դերձակուհի, որ ազնիվ աշխատանքի համեստ կյանքից բացի ոչինչ չկար։ Նա շարունակեց կարդալ, ձեռքերն ավելի ու ավելի դողալով։ Նամակը բացահայտեց, որ մայրը, չնայած ժառանգությունից զրկվելու սպառնալիքին, երբեք իրականում չէր կորցրել ժառանգության իր իրավունքները։ Ագնեսի ծնողները մահացել էին շատ տարիներ առաջ, բայց մինչ այդ նրա մայրը օրինականորեն ապահովել էր, որ ամեն ինչ փոխանցվի իր միակ դստերը։ Կային փաստաթղթեր, փաստաբանների կոնտակտներ, բանկային հաշիվների համարներ։ Դու Ալեքսանդրյանների կարողության միակ կենդանի ժառանգորդն ես, ասվում էր նամակում։ Ես քեզ նախկինում չէի ասել, որովհետև ուզում էի, որ դու ապրես քո կյանքը սիրով, ոչ թե փողով։ Բայց հիմա, երբ ես այլս այստեղ չեմ, այս ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Օգտագործիր այս ժառանգությունը իմաստությամբ, իմ դուստր։ Եվ միշտ հիշիր։ Իսկական գանձը ոչ թե այն է, ինչ մենք ունենք, այլ այն, թե ով ենք մենք դառնում։ Ագնեսը նամակը թողեց ծնկներին, զգալով, թե ինչպես են արցունքները ազատորեն հոսում դեմքին։ Նրա ամբողջ կյանքը կառուցվել էր կիսատ ճշմարտության վրա։ Նա սերոբը այդքան էին պայքարել, այդքան էին աշխատել, արժանապատիվ կյանք էին կառուցել իրենց քրտինքով։ Եվ հիմա նա հայտնաբերում էր, որ կարող էր հարստություն ունենալ ամբողջ ժամանակ։ Բայց արդյոք դա կլիներ նույն կյանքը։ Արդյոք սերոբը կլիներ նույն մարդը, արդյոք նա կլիներ նույն կինը։ Աղքատությունը ձավորել էր նրանց, այո, բայց նա ուժեղացրել էր։ Մարտինը մեծացել էր, տեսնելով ծնողների պայքարը, գնահատելով յուրաքանչյուր ձեռքբերում։ Կամ գոնե այդպես էր նա մտածում, մինչ որ նա իրեն ուղարկեց այդ վայրը։ Հաջորդ առավոտ Ագնեսը այլ էր։ Թերեզան անմիջապես նկատեց փոփոխությունը։ Ինչ-որ բան պատահել է, տիկին Ագնես։ Ես ինչ-որ բան հայտնաբերեցի իմ անցյալի մասին, պատասխանեց Ագնեսը, զգուշորեն ընտրելով բառերը։ Ինչ-որ բան, որը ամեն ինչ փոխում է։ Բայց նախքան որևէ բան անելը, ես պետք է համոզվեմ, որ դա ճիշտ է։ Նամակում կա մի փաստաբանի անուն։ Կարող եք օգնել ինձ գտնել նրան։ Թերեզան Հովհաննեսը ինվազիվ հարցեր չտվեցին։ Նրանք պարզապես օգնեցին։ Հովհաննեսը օգտագործեց թաղի ինտերնետ սրճարանի համակարգիչը, նամակում նշված իրավաբանական գրասենյակը փնտրելու համար։ Բոլորի զարմանքին, գրասենյակը դեռ գոյություն ուներ, փաստաբանը, դոկտոր Հենրիխ Ալեքսանդրյանը, կենդանի էր ակտիվ։ Նա ձեր ազգականն է, հարցրեց Հովհաննեսը, շփոթված ազգանունից։ Ագնեսը տխուր ժպտաց։ Երի, այո։ Եվ ես նույնիսկ չգիտեի։ Գրասենյակը գտնվում էր Երանի կենտրոնում, մի հին, բայց տպավորիչ շենքում։ Ագնեսը խնդրեց, որ Հովհաննեսը ուղեկցի իրեն, նա առանց հապաղելու համաձայնեց, աշխատանքի մի առավոտը տրամադրելով նրան այդ պահին աջակցելու համար։ Ընդունարանի աշխատողը նրանց ընդունեց վատ թաքցված զարմանքի արտահայտությամբ, ակնհայտորեն սովոր չլինելով այդքան պարզ այցելուների։ Բայց երբ Ագնեսը ասաց իր ամբողջ անունը, Ագնես Ալեքսանդրյան Թավադյան, նշեց, որ եկել է ընտանիքի ժառանգության մասին խոսելու, ընդունարանի աշխատողի կեցվածքը լիովին փոխվեց։ Նա մի քանի րոպեով անհետացավ, վերադարձավ բարձրահասակ, սպիտակ մազերով նրբագեղ կեցվածքով մի տղամարդու ուղեկցությամբ։ Տիկին Ագնես, ասաց փաստաբանը, լայն բացված աչքերով։ Ես ձեզ տարիներ շարունակ փնտրել եմ։ Ձեր մայրը շատ հստակ ցուցումներ էր թողել, բայց դուք պարզապես անհետացաք նրա մահից հետո։ Ագնեսը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Ուրեմն դա ճիշտ էր։ Ամեն ինչ ճիշտ էր։ Դոկտոր Հենրիխը Ագնեսին Հովհաննեսին տարավ մի ընդարձակ սենյակ, իրավաբանական գրքերով լի փայտե դարակներով մի հին սեղանով, որն պատմություն էր արտազատում։ Նա սուրճ առաջարկեց, որը Ագնեսը ընդունեց ավելի շատ նյարդերը հանգստացնելու համար, քան ցանկությունից դրդված։ Հովհաննեսը մնաց նրա կողքին, լուռ, բայց ներկա որպես խարիսխ բացահայտումների փոթորկի մեջ։ Ձեր մայրը, տիկին Հեղինե Ալեքսանդրյանը, արտասովոր կին էր, սկսեց փաստաբանը, բացելով մի ծավալուն թղթապանակ։ Նա մարտահրավեր նետեց ընտանիքին, ամուսնանալով ձեր հոր հետ, մի գրականության պրոֆեսորի, առանց կարողության։ Ձեր պապը, հայրապետ Օգոստոս Ալեքսանդրյանը, սպառնաց զրկել նրան ժառանգությունից, բայց այդ սպառնալիքը երբեք չիրականացրեց։ Երբ դուք ծնվեցիք, ձեր մայրը արդեն մասնակիորեն հաշտվել էր ընտանիքի հետ, թե հեռու էր պահում սոցիալական պարտականություններից։
Բայց նա ինձ երբեք այդ մասին չէր պատմել, մրմնջաց Ագնեսը, դեռ մշակելով յուրաքանչյուր բառ։ Նա ուներ իր պատճառները, պատասխանեց դոկտոր Հենրիխը։ Երբ դուք փախաք Սերոբ Թավադյանի ձկնորսի հետ, ձեր պապը իսկապես հրապարակայնորեն զրկեց ձեզ ժառանգությունից։ Բայց ձեր մայրը, ով արդեն միակ կենդանի ժառանգորդն էր իր եղբայրների մահից հետո, պահպանեց իր իրավունքները անձեռնմխելի։ Նա ասում էր, որ դուք պետք է ապրեք ձեր պատմությունը ինքնուրույն, առանց Ալեքսանդրյանների ոսկու ծանրության։ Փաստաբանը բացեց փաստաթղթեր, ցույց տվեց ծագումնաբանական ծառեր, վկայականներ։ Նա բացատրեց, որ ընտանիքի կայսրությունը ներառում էր ֆերմաներ Հայաստանում, պատմական անշարժ գույք Դիլիջանում Երանում, ընկերություններում մասնակցություններ, ներդրումներ։ Երբ Ագնեսի տատն ու պապը մահացան, ամեն ինչ մնաց Հեղինեին։ Եվ երբ Հեղինեն մահացավ, Սերոբից 10 տարի առաջ, ամեն ինչ պետք է անցներ Ագնեսին։ Ինչու՞։ Ինձ ավելի շուտ չգտաք, հարցրեց Ագնեսը, ձայնը դողդոջուն։ Մենք փորձեցինք, տիկին։ Բայց դուք զուսպ էիք ապրում, պարոն Սերոբի մահից հետո մի քանի անգամ տեղափոխվեցիք։ Մենք կորցրեցինք ձեր հետքը։ Օրինականորեն մենք ամեն ինչ պահպանեցինք, կառավարելով ակտիվները ձեր անունով, սպասելով այն օրվան, երբ դուք կհայտնվեք։ Հովհաննեսը լսում էր ամեն ինչ հարգալից լռությամբ, բայց Ագնեսը զգում էր նրա լարվածությունը։ Դա մեկ այլ աշխարհի պատմություն էր, այնքան հեռու այն իրականությունից, որը նրանք գիտեին, որ հնարանք էր թվում։ Որքան, վերջապես հարցրեց Ագնեսը, բառը դժվարությամբ արտասանելով։ Որքան եմ ժառանգել։ Դոկտոր Հենրիխը հարմարեցրեց ակնոցները, խորհրդակցեց մի փաստաթղթի հետ։ Հաշվի առնելով բոլոր ակտիվները, անշարժ գույքը, ներդրումները հավելվածները, դուք 9 միլիարդ դրամ արժողությամբ կարողության սեփականատեր եք։ Դրան հաջորդող լռությունը բացարձակ էր։ Հովհաննեսը խեղդվեց սուրճից։ Ագնեսը զգաց, որ աշխարհը նորից պտտվում է, բայց այս անգամ դա ոչ թե թուլություն էր, այլ մաքուր ցնցում։ 9 միլիարդ, կրկնեց նա, կարծես բառերը ստուգելը կարող էր դրանք պակաս անհեթեթ դարձնել։ Այո, տիկին։ Եվ ես կարող եմ երաշխավորել, որ ամեն ինչ պատասխանատվությամբ է կառավարվել։ Եկամուտները շարունակում են աճել։ Դուք շատ հարուստ կին եք։ Ագնեսը սկսեց ծիծաղել, նյարդային ծիծաղ, որը շուտով վերածվեց լացի։ Հովհաննեսը բռնեց նրա ձեռքը, առաջարկելով այն լուռ աջակցությունը, որը նա այդ պահին այդքան կարիք ուներ։ Ինձ ժամանակ է պետք, վերջապես ասաց նա։ Ես պետք է մշակեմ այս ամենը։ Իմ որդին, նա ինձ ծերանոց էր դրել, նա ասաց, որ ես բեռ եմ։ Եվ հիմա ես հայտնաբերում եմ, որ ավելի շատ փող ունեմ, քան նա երբեք երազել է։ Դոկտոր Հենրիխը առաջ թեքվեց, հասկացող արտահայտությամբ։ Դուք հիմա որոշումներ կայացնելու կարիք չունեք։ Բայց կա մի բան, որ պետք է հստակեցնեմ, եթե թույլ կտաք։ Ձեր մայրը թողել է լրացուցիչ նամակ, որը պետք է ձեզ փոխանցվեր ժառանգության փաստաթղթերի հետ միասին։ Նա մեկնեց մի կնքված ծրար, մոմե կնիքը դեռ անվնաս։ Ագնեսը այն վերցրեց հարգանքով բացեց հենց այնտեղ, կարիք ունենալով մեկ անգամ լսել մոր ձայնը գրված բառերի միջոցով։ Իմ սիրելի Ագնես, ասվում էր նամակում, եթե դու կարդում ես սա դոկտոր Հենրիխի հետ, դա նշանակում է, որ դու հայտնաբերել ես, թե ով ես իրականում։ Ոչ թե մի աղքատ կին, ով պայքարում էր գոյատման համար, այլ մի ժառանգորդ, ով ընտրեց սերը ամեն ինչից վեր։ Ես հպարտ եմ քեզանով։ Օգտագործիր այս փողը ոչ թե այն փոխելու համար, թե ով ես դու, այլ այն պաշտպանելու համար, ինչ դու կառուցել ես։ Հարստությունը գործիք է, ոչ թե ինքնություն։ Եվ միշտ հիշիր, իմ սեր, որ իսկական ժառանգությունը չի չափվում թվերով, այլ փոխակերպված սրտերով։ Ագնեսը ծալեց նամակը, պահեց այն առաջինի հետ, խորը կապ զգալով մոր հետ, ով այդքան ժամանակ առաջ մահացել էր։ Հեղինեն ամեն ինչ հասկացել էր։ Նա հասկացել էր, որ պայքարը, դժվարությունը, Սերոբի սերը, ամեն ինչ ծավալել էր Ագնեսին այն կնոջը, ով նա էր։ Եվ հիմա, այն ռեսուրսներով, որոնք միշտ այնտեղ էին, սպասելով, նա հնարավորություն ուներ ինչ-որ նշանակալի բան անելու։ Ես ուզում եմ հիմնադրամ ստեղծել, հանկարծ ասաց Ագնեսը, ձայնը հաստատուն առաջին անգամ, երբ մտել էր գրասենյակ։ Հիմնադրամ տարեցների համար։ Նրանց համար, ովքեր մոռացված են, դեն նետված, բեռի պես վերաբերվում են։ Իմ ամուսնու, Սերոբ Թավադյանի հիշատակին։ Դոկտոր Հենրիխը ժպտաց, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա լուրջ դեմքը։ Ձեր մայրը ասաց, որ դուք այդպիսի բան կանեք։ Ես արդեն փաստաթղթերը պատրաստել եմ, երբ դուք պատրաստ լինեք։
Նա ինձ հանձնարարեց օգնել ձեզ ցանկացած նախագծում, որը դուք կընտրեք։ Մինչդեռ Դիլիջանում Մարտինը այլ տանջանքների էր բախվում։ Մոր Հովտի ապաստան տնից անհետանալուց հետո նա չէր կարողանում նորմալ քնել։ Վիոլետը փորձում էր նվազեցնել իրավիճակը, ասելով, որ իր զոքանչը հավանաբար լավ էր, որ շուտով կհայտնվի, բայց Մարտինը գիտեր ճշմարտությունը իր սրտում։ Նա լքել էր մորը, հիմա նա անհետացել էր։ Նա վարձել էր հետախույզներ, պարկներ էր առաջարկել, շրջել էր հիվանդանոցներ, ապաստարաններ։ Ոչինչ։ Ագնեսը պարզապես անհետացել էր անձրոտ գիշերում, իր հետ տանելով միայն մի քանի հագուստ այն փայտե տուփը, որը նա այդքան էր գնահատում։ Մի գիշեր, միայնակ իր գրասենյակում, Մարտինը բացեց հին լուսանկարների ալբոմը։ Այնտեղ էր իր մայրը, երիտասարդ շողշողուն, գրկին պահած իրեն, որպես մանուկ։ Իր հայրը Սերոբը, կողքին, լայն ժպիտով, ով գտել էր երջանկությունը։ Նրանք աղքատ էին այդ ժամանակ, ապրում էին մի պարզ տանը ծովի մոտ։ Բայց լուսանկարներում բոլորը լիարժեք էին թվում։ Երբ դարձա ես այս մարդը, շշնջաց Մարտինը դատարկությանը։ Երբ որոշեցի, որ հարմարավետությունն ավելի կարևոր է, քան սերը։ Վիոլետը մտավ գրասենյակ, գտնելով ամուսնուն դեմքը ձեռքերի մեջ։ Դեռ փնտրում ես նրան։ Մարտին, արդեն 3 շաբաթ է։ Ոստիկանությունը ասաց, որ նա հավանաբար ինչ-որ ապաստարանում է, խնամվում է։ Նա կհայտնվի։ Իսկ եթե նա չցանկանա հայտնվել, հարցրեց Մարտինը, բարձրացնելով իր կարմիր աչքերը։ Իսկ եթե նա նախընտրի ապրել փողոցում, քան վերադառնալ ինձ մոտ։ Վիոլետը նստեց սեղանի դիմացի աթոռին, առաջին անգամ զոքանչի անհետանալուց հետո նա իսկապես մտածեց իրավիճակի մասին։ Դա միայն դու չէիր, Մարտին։ Ես էլ հեռացրի նրան։ Ես ուզում էի տունը, ուզում էի տարածքը, ուզում էի ապրել մեր կյանքը, առանց ուրիշի մասին մտածելու։ Ես եսասեր էի։ Մարտինը նայեց կնոջը, զարմացած խոստովանությունից։ Վիոլետը միշտ ուժեղ էր, վճռական, հազվադեպ էր խոցելիություն ցուցաբերում։ Ես շատ եմ մտածել, շարունակեց նա, ձայնը մեղմ։ Իմ հոր մասին։ Ինչպես մենք ամեն ինչ կորցրեցինք, երբ ես երեխա էի։ Ինչպես մեզ նվաստացրին, ինչպես տառապեց իմ մայրը։ Ես երդվեցի, որ այլս երբեք չեմ անցնի դրա միջով, որ միշտ կունենամ վերահսկողություն, անվտանգություն։ Բայց այս գործընթացում ես մոռացա, որ մարդիկ սպառնալիք չեն իմ հարմարավետությանը։ Նրանք մարդիկ են, ովքեր արժանի են արժանապատվության։ Դա առաջին անգամն էր, որ Վիոլետը բացահայտ խոսում էր իր անցյալի մասին։ Մարտինը գիտեր, որ նա եկել էր մի ընտանիքից, որը ամեն ինչ կորցրել էր, բայց երբեք չէր հասկացել, թե որքան էր դա նրան նշանավորել։ Մենք պետք է գտնենք նրան, ասաց Մարտինը նորոգված վճռականությամբ։ Եվ երբ գտնենք, ես պետք է իսկապես ներողություն խնդրեմ։ Ոչ թե դատարկ խոսքերով, այլ գործերով։ Ես պետք է ապացուցեմ, որ դեռ այն որդին եմ, որին նա մեծացրել է։ Ինչ կպատահեր, բարձրաձայն մտածեց Վիոլետը, եթե մենք նրան գտնեինք, նա հրաժարվեր վերադառնալ։ Ինչ կանեինք։ Մարտինը երկար մտածեց։ Մենք կհարգեինք նրա որոշումը։ Եվ մեր կյանքի մնացած մասը կփորձեինք արժանի լինել երկրորդ հնարավորության։ Նույն գիշեր, Աբովյանում, Ագնեսը վերադարձավ Թերեզայի Հովհաննեսի տուն, իր հետ տանելով ավելին, քան փաստաթղթեր։ Նա իր հետ տանում էր նոր նպատակ։ Նա նստեց զույգի հետ խոհանոցի պարզ սեղանի շուրջը ամեն ինչ պատմեց։ Ժառանգությունը, կարողությունը, իր ծագման մասին ճշմարտությունը։ Թերեզան Հովհաննեսը լուր լսում էին, բռնելով միմյանց ձեռքերը, մշակելով յուրաքանչյուր բառ։ Ուրեմն դուք հարուստ եք, վերջապես ասաց Հովհաննեսը, ձայնը զարմանքով լի։ Եվ մենք ձեզ վերաբերվեցինք որպես ցանկացած ձեր կնոջ, ով օգնության կարիք ուներ։ Դուք ինձ վերաբերվեցիք որպես մարդու, ուղեց Ագնեսը, աչքերում արցունքներով։ Ինչը իմ սեփական որդին մոռացավ անել։ Եվ դրա համար ես ուզում եմ հատուցել։ Ոչ միայն փողով, այլ ավելի կարևոր բանով։ Ես ուզում եմ, որ դուք լինեք իմ նոր կյանքի մասը։ Ես ուզում եմ, որ դուք օգնեք ինձ կառուցել մի բան, որն իսկապես կարևոր է։ 2 ամիս էր անցել այն օրվանից, երբ Ագնեսը հայտնաբերել էր իր իսկական ժառանգությունը։ Սերոբ Թավադյանի հիմնադրամն արդեն ուներ իր սեփական շտաբը, մի հին առանձնատուն Կոնդ թաղամասում, որը նա ամբողջությամբ վերանորոգել էր։ Տեղը պահպանել էր իր պատմական հմայքը, բայց այժմ հագեցած էր տարեցներին ընդունելու համար, ովքեր, ինչպես ինքը, մոռացվել կամ լքվել էին իրենց ընտանիքների կողմից։
Թերեզան դարձավ հիմնադրամի վարչական համակարգողը, բացահայտելով կազմակերպչական բնական ունակություն, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Հովհաննեսը ստանձնեց սպասարկումը դարձավ նա հայրական կերպար բնակիչներից շատերի համար, միշտ հասանելի վերանորոգման կամ զրույցի համար։ Տունը, որը նախկինում միայն պարզ երազներ էր հյուրընկալում, այժմ մի նախագծի սիրտն էր, որը սկսում էր լրատվամիջոցների ուշադրությունը գրավել։ Ագնեսը, սակայն, դեռ կապ չէր հաստատել Մարտինի հետ։ Նա դոկտոր Հենրիխի միջոցով գիտեր, որ որդին հուսահատորեն փնտրում էր իրեն, որ վարձու հետախույզներ կային, որ նա այցելում էր ապաստարաններ հիվանդանոցներ։ Նրա մի մասը ցանկանում էր անմիջապես վերջ դնել այդ տառապանքին։ Բայց մյուս մասը, այն մասը, որը դեռ արյունահոսում էր մերժումից, պետք է համոզվեր, որ զղջումը անկեղծ էր ոչ թե պարզապես մորը կորցրած որդու հուսահատություն։ Նա որոշեց հեռվից դիտել։ Նա խնդրեց դոկտոր Հենրիխին զուսպ կերպով հետաքննել Մարտինի Վիոլետի կյանքը։ Նա ուզում էր հասկանալ, թե ով էր դարձել իր որդին, ուզում էր տեսնել հաջողակ գործադիր տնօրենի ճակատագրից այն կողմ։ Զեկույցները հասնում էին ամեն շաբաթ։ Մարտինը գործնականում թողել էր աշխատանքը, իր պարտականությունները պատվիրակելով որոնումներին նվիրվելու համար։ Նա այցելում էր ծերանոցներ, զրուցում էր անօթանների հետ, լուսանկարներ էր բաժանում։ Վիոլետը, զարմանալիորեն, ուղեկցում էր նրան այդ որոնումներից շատերում։ Զույգը տարբեր էր թվում, ավելի մոտ։ Միավորված այդ ընդհանուր ցավով։ Մի կեսօր Ագնեսը որոշեց անձամբ տեսնել նրանց։ Նա պարզ հագուստ հագավ, շարֆով ծածկելով մազերի մի մասը մուգ ակնոցներով, գնաց Վանաձորի մի ապաստարան, որտեղ գիտեր, որ Մարտինը կլինի։ Նա կանգնեց փողոցի մյուս կողմում դիտեց։ Մարտինը զրուցում էր տարեց մի տիկնոջ հետ, ցույց տալով Ագնեսի լուսանկարը, ուսերը ցավի ծանրությունից կորացած։ Տիկինը գլխով արեց, Ագնեսը տեսավ, թե ինչպես է հուսալքությունը պատում որդու դեմքը։ Վիոլետը նրա կողքին էր, երբ նա կարծես պատրաստվում էր փլուզվել, նա բռնեց նրա ձեռքը ասաց ինչ-որ բան, որը Ագնեսը չկարողացավ լսել, բայց որը հստակորեն մխիթարեց նրան։ Ինչ-որ իրական բան կար այնտեղ։ Ինչ-որ բան, որը գերազանցում էր արտաքին տեսքը։ Այդ գիշեր Ագնեսը որոշում կայացրեց։ Նա զանգահարեց դոկտոր Հենրիխին խնդրեց, որ նա կապ հաստատի Մարտինի հետ միջնորդի միջոցով, տեղեկացնելով, որ նրա մոր մասին նորություններ կան, բայց առանց անմիջապես բացահայտելու, որ նա լավ էր կամ որտեղ էր։ Նա ուզում էր, որ նա գա հիմնադրամ, ուզում էր, որ նա տեսներ, թե ինչ էր կառուցել, նախքան իր ներկայությունը բացահայտելը։ Հաղորդագրությունը Մարտինին հասավ որպես հույսի ճառագայթ խավարի մեջ։ Մի փաստաբան կապ էր հաստատել, ասելով, որ տեղեկություններ ունի Ագնես Թավադյանի մասին խնդրելով, որ նա այցելի Սերոբ Թավադյանի հիմնադրամը Կոնդում։ Մարտինը Վիոլետը անմիջապես գնացին, գործադիր տնօրենի սիրտը արագ բաբախում էր մոր մասին վերջապես լուրեր ունենալու հնարավորությունից։ Կոնդի առանձնատունը նրանց անմիջապես տպավորեց։ Այն նրբագեղ էր, բայց հարմարավետ, խնամված այգիներով, որտեղ տարեցները հանգիստ զրուցում էին։ Այնտեղ չկար հովտի ապաստան տան ինստիտուցիոնալ ցուրտ մթնոլորտը։ Այնտեղ կյանք կար, գույներ կային, անկեղծ ծիծաղ կար։ Նրանց ընդունեց Թերեզան, ով իրեն ներկայացրեց որպես համակարգող։ Նա նրանց շրջայց կատարեց հիմնադրամում, բացատրելով տեղի փիլիսոփայությունը։ Այստեղ մենք տարեցներին վերաբերվում ենք որպես մարդկանց, ոչ թե որպես հիվանդների։ Յուրաքանչյուրն ունի իր սեփական ռիթմը, իր սեփական ընտրությունները։ Նրանք թվեր չեն, նրանք կենդանի պատմություններ են։ Մարտինը ամեն ինչ ավելացող ուշադրությամբ դիտում էր։ Պատերը զարդարված էին բնակիչների երջանիկ պահերի լուսանկարներով։ Կար մի գրադարան, գրքերով հենց տարեցների կողմից գրված հիշողություններով։ Մի երաժշտական սենյակ, որտեղ ոմանք կիթառ էին նվագում։ Մի համայնքային այգի։ Ամեն ինչ մտածված էր արժանապատվության նպատակի համար։ Գեղեցիկ է, մրմնջաց Վիոլետը, անկեղծորեն հուզված։ Ո՞վ է այս գաղափարի հեղինակը։ Մի կին, ով հասկանում է, թե ինչ է նշանակում դեն նետվել, պատասխանեց Թերեզան, զգուշորեն ընտրելով բառերը։ Մեկը, ով ցավը վերածել է նպատակի։ Մարտինը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքի մեջ։ Իսկ հաղորդագրությունը։ Դուք իմ մոր մասին տեղեկություններ ունեք։ Թերեզան նրանց տարավ մի մասնավոր հյուրասենյակ։ Նստեք, խնդրում եմ։ Մեկը ուզում է ձեզ հետ խոսել։ Դուռը բացվեց, Ագնեսը մտավ։ Նա այդ պահը փորձել էր շաբաթներ շարունակ, բայց հիմա, երբ որդու դիմաց էր, բառերը կարծես փախել էին։
Մարտինը անմիջապես կանգնեց, դեմքը գունատ, աչքերը լայն բացված։ Մայրիկ, դա այն ամենն էր, ինչ նա կարողացավ ասել, նախքան ձայնը կթուլանար։ Վիոլետը նույնպես կանգնեց, ձեռքը բերանին տանելով, արցունքներն արդեն ազատորեն հոսում էին։ Ագնեսը մնաց իր տեղում, պահպանելով այն հանգստությունը, որը նա իրեն խոստացել էր։ Ողջույն, Մարտին։ Վիոլետ։ Որդին մի քայլ առաջ արեց, բայց նա բարձրացրեց ձեռքը, խնդրելով, որ կանգնի։ Կան բաներ, որոնք պետք է ասվեն ցանկացած գրկախառնությունից առաջ։ Բաներ, որոնք դուք պետք է լսեք, բաներ, որոնք ես պետք է ասեմ։ Մարտինը գլխով արեց, արցունքները դեմքին հոսելով։ Ես գիտեմ, մայրիկ։ Ես գիտեմ, թե ինչ արեցինք։ Եվ բավական բառեր չկան արտահայտելու, թե որքան եմ զղջում։ Զղջումը կարևոր է, ասաց Ագնեսը, ձայնը հաստատուն, բայց ոչ դաժան։ Բայց դա բավարար չէ։ Դուք ինձ վերաբերվեցիք որպես հին կահույքի, որը այլս չէր համապատասխանում դեկորին։ Դուք ինձ նրբորեն դեն նետեցիք, ինչը ինչ-որ իմաստով ավելի վատ է, քան ակնհայտ դաժանությունը։ Որովհետև դուք ստիպեցիք ինձ զգալ, որ ես պետք է շնորհակալ լինեմ իմ սեփական կյանքից հեռացվելու համար։ Վիոլետը լսելիորեն հեկեկաց։ Ես այդքան մեղավոր եմ։ Ես ճնշում էի Մարտինին, ես ուզում էի տունը, ուզում էի տարածքը։ Ես վախկոտ էի եսասեր։ Եվ ես թույլ տվեցի, ավելացրեց Մարտինը։ Ես ձեր որդին եմ։ Ես պետք է պաշտպանեի ձեզ, հարգեի այն ամենը, ինչ դուք արեցիք ինձ համար։ Փոխարենը, ես ընտրեցի հարմարավետությունը սիրո փոխարեն։ Ես ընտրեցի հաճոյացնել իմ կնոջը, մորս պաշտպանելու փոխարեն։ Ագնեսը նստեց բազկաթոռին, մատնացույց անելով, որ նրանք նույնպես նստեն։ Շաբաթներ շարունակ ես դիտում էի ձեզ, թե ինչպես եք ինձ փնտրում։ Ես տեսա հուսահատությունը, տեսա որոնումը։ Եվ ես ինձ հարցրի, թե արդյոք դա անկեղծ զղջում էր, թե պարզապես մեղք, որից դուք ուզում էիք ազատվել, ինձ գտնելով ձեզ համոզելով, որ ես լավ եմ։ Դա անկեղծ էր, անմիջապես ասաց Մարտինը։ Անկեղծ է։ Մայրիկ, ես վերակտա ինձ այս վերջին ամիսներին։ Ես նայեցի հին լուսանկարներին, հիշեցի մանկությունը, թե որքան եք դուք հայրը պայքարել ինձ ավելի լավ կյանք տալու համար։ Եվ ես հասկացա, որ կորցրել եմ ինձ ճանապարհին։ Որ դարձել եմ մեկը, ումից հայրս կամաչեր ճանաչել։ Սերոբը կամաչեր, հաստատեց Ագնեսը, տեսավ, թե ինչպես է որդին կծկվում բառերի առաջ։ Բայց նա կհավատար, որ դու կարող ես փոխվել։ Նա միշտ հավատում էր երկրորդ հնարավորություններին։ Դա այն էր, ինչ նա տվեց ինձ, երբ ես փախա նրա հետ, լքելով մի ընտանիք, որն ինձ հարստություն էր առաջարկում, բայց ոչ սեր։ Վիոլետը շփոթված նայեց Ագնեսին։ Հարստություն։ Դուք հարուստ ընտանիքից էիք։ Հենց այդ ժամանակ Ագնեսը պատմեց ամբողջ պատմությունը։ Թաքնված ժառանգությունը, մոր նամակը, հայտնագործությունը դոկտոր Հենրիխի գրասենյակում։ Նա խոսեց այն 9 միլիարդ դրամի մասին, որոնք միշտ այնտեղ էին, սպասելով։ Նա բացատրեց, որ մինչ նրանք իրենց ծերանոց էին դնում ֆինանսական անհանգստության պատճառով, նա ավելի հարուստ էր, քան նրանք երբեք կարող էին պատկերացնել։ Մարտինի դեմքի ցնցումը բացարձակ էր։ Նա ձեռքերը տարավ դեմքին, խեղդված ճիչ հանելով։ Օ! Աստված, օ! Աստված! Ինչ արեցի։ Մայրիկ, ես չգիտեի, ես երդվում եմ, որ չգիտեի։ Բայց արդյոք դա տարբերություն կառաջացներ, հարցրեց Ագնեսը, հարցը սուր շեղբի պես։ Եթե ես պարզապես ձկնորսի աղքատ այրին լինեի, իմ արժանապատվությունն ավելի քիչ արժեք կունենար։ Իմ տեղը ընտանիքում ավելի քիչ կարևոր կլինար։ Մարտինը չկարողացավ պատասխանել։ Այդ հարցի ճշմարտությունը ջախջախում էր նրան։ Դրա համար է, շարունակեց Ագնեսը, որ ես ստեղծեցի այս հիմնադրամը։ Ինձ աշխարհին հիշեցնելու համար, որ արժանապատվությունը գին չունի։ Որ յուրաքանչյուր տարեց, հարուստ թե աղքատ, հայտնի թե անանուն, արժանի է հարգանքի սիրո։ Սերոբը ապրեց, սովորեցրեց դա։ Եվ ես գրեթե մոռացա, մինչ որ ստիպված եղա հիշել ամենացավոտ ձով։ Ես ուզում եմ փոխվել, ասաց Մարտինը, ձայնը հուսահատ։ Մայրիկ, ասա, թե ինչ պետք է անեմ։ Ցանկացած բան։ Ես կթողնեմ իմ աշխատանքը, կվաճառենք ամեն ինչ, կփոխենք մեր կյանքը։ Պարզապես ինձ մի հնարավորություն տուր ապացուցելու, որ դեռ ձեր որդին եմ։ Ագնեսը երկար դիտեց որդուն։
Նա տեսնում էր մեծահասակ, հաջողակ կոտրված տղամարդուն իր դիմաց։ Բայց նա տեսնում էր այն տղային, ով վազում էր լողափով, ով օգնում էր հորը ձկնորսական ցանցերով, ով խոստանում էր հոգ տանել իր մասին, երբ մեծանար։ Այդ տղան դեռ գոյություն ուներ ինչ-որ տեղ։ Եվ գուցե արժանի էր երկրորդ հնարավորության իրեն վերագտնելու համար։ Ես առաջարկ ունեմ, վերջապես ասաց նա։ Ագնեսի առաջարկը Մարտինի Վիոլետի վրա ընկավ որպես ցուրտ անհրաժեշտ ջուր։ Նա բացատրեց, ձայնը հանգիստ, բայց հաստատուն, որ հեշտ ներողություն չէր ընդունի։ Խոսքերը կարևոր էին, բայց գործերը որոշում էին բնավորությունը։ Ուստի նա հստակ պայմաններ էր սահմանում ցանկացած տեսակի հաշտեցման համար։ Մարտին, դու կթողնես քո գործադիր տնօրենի պաշտոնը 1 տարով, սկսեց Ագնեսը, դիտելով որդու արձագանքը։ Այդ ընթացքում դու կաշխատես այստեղ, հիմնադրամում, լրիվ դրույքով։ Ոչ թե որպես տնօրեն կամ գործադիր տնօրեն, այլ որպես օգնական։ Դու կանես այն, ինչ անհրաժեշտ է, հիմնական խնամքից մինչ ժամանցային գործունեություն։ Ես ուզում եմ, որ դու գործնականում հասկանաս, թե ինչ է նշանակում արժանապատվություն ծերության մեջ։ Մարտինը կուլ տվեց, բայց անմիջապես գլխով արեց։ Ես դա կանեմ։ Վաղը իսկապես կհրաժարվեմ։ Իսկ դու, Վիոլետ, շարունակեց Ագնեսը, դառնալով իր հարսին, ով լարված էր թվում աթոռին։ Ես կարող էի պարզապես անտեսել քեզ կամ պատժել։ Բայց ես նախընտրում եմ երկխոսությունը վրեժխնդրությունից։ Այսպիսով, ես հարցնում եմ, ինչ կանես վնասը հատուցելու համար։ Վիոլետը երկար լռեց։ Արցունքները հոսում էին նրա դեմքով, բայց նա դրանք սրբեց վճռականորեն։ Տիկին Ագնես, ես պետք է անկեղծ լինեմ։ Ես ամբողջ կյանքս վախի մեջ եմ անցկացրել։ Աղքատության վախից, ամեն ինչ կորցնելու վախից, ինչպես իմ ընտանիքը կորցրեց։ Իմ հայրը բանկիր էր, մենք հարմարավետ կյանք ունեինք, մինչ որ ամեն ինչ փլուզվեց։ Ես տեսա, թե ինչպես էր իմ մայրը նվաստացվում, տեսա, թե ինչպես էին մեր իրերը տանում։ Ես 12 տարեկան էի։ Ես երդվեցի, որ այլս երբեք չեմ ապրի այդ անորոշության մեջ։ Ագնեսը լուռ լսում էր, թույլ տալով, որ Վիոլետը շարունակի։ Երբ ես հանդիպեցի Մարտինին, ես կայունություն տեսա։ Ես տեսա անվախ ապագա։ Եվ երբ դուք եկաք մեզ մոտ ապրելու, ամեն ինչ, ինչ ես տեսնում էի, մեկն էր, ով կարող էր վտանգել այդ անվտանգությունը։ Ոչ թե ռացիոնալ պատճառներով, այլ մաքուր իրացիոնալ սարսափից։ Ես գիտեմ, որ դա ոչինչ չի արդարացնում, բայց ես պետք է, որ դուք հասկանաք, թե որտեղից եկավ իմ սառնությունը։ Ես հասկանում եմ քո վախը, ասաց Ագնեսը, զարմացնելով հարսին։ Ես նույնպես երբեմն վախեցել եմ ամեն ինչ կորցնելուց։ Երբ ես փախա Սերոբի հետ, ես թողեցի ամեն ինչ, ինչ ծանոթ էր։ Մենք կյանք կառուցեցինք զրոյից, եղան պահեր, երբ մենք չգիտեինք, թե արդյոք սեղանին ուտելիք կունենայինք։ Բայց ես սովորեցի, որ սերն ու արժանապատվությունը գին չունեն։ Եվ դա այն է, ինչ դուք գրեթե խլեցիք ինձանից։ Վիոլետը կանգնեց անսպասելի ժեստով ծնկի եկավ զոքանչի առաջ։ Խնդրում եմ, ներեցեք ինձ։ Եվ ինձ հնարավորություն տվեք ավելի լավը դառնալու։ Ես ուզում եմ աշխատել այն տան վերականգնման վրա, որտեղ դուք ապրել եք։ Ես հայտնաբերեցի, որ սիրում եմ պատմական դիզայնը, հիշողությունները պահպանելը։ Թույլ տվեք ինձ այդ տունը վերածել ինչ-որ հատուկ բանի, հաշտեցման խորհրդանիշի։ Ագնեսը զարմացավ առաջարկից։ Այն տունը, որտեղ նա ապրել էր 50 տարի, իսկապես խնամքի կարիք ուներ։ Կանգնեք, Վիոլետ։ Եվ եթե դա այն է, ինչ դուք ուզում եք անել, դուք կունենաք իմ աջակցությունը։ Բայց մի պայմանով, վերականգնումը կկատարվի, մտածելով համայնքի մասին։ Տունը կդառնա հիշողության հյուրընկալության տարածք, ոչ թե մասնավոր հուշարձան։ Վիոլետը համաձայնեց արցունքների միջից, առաջին անգամ այդ սենյակ մտնելուց հետո Ագնեսը զգաց, որ փոխակերպման իրական հույս կա։ Հաջորդ օրերը խորը փոփոխությունների օրեր էին։ Մարտինը հայտարարեց իր ժամանակավոր հեռացումը ընկերությունից, ցնցումներ առաջացնելով կորպորատիվ աշխարհում։ Նա շատ բացատրություններ չտվեց, պարզապես ասաց, որ պետք է զբաղվի ընտանեկան շտաբ հարցերով։ Որոշ գործընկերներ նրան խելագար անվանեցին, հրաժարվելով փայլուն կարիերայից։ Մյուսները գաղտնի նրան նախանձում էին կյանքը աշխատանքից վեր դասելու համարձակության համար։ Հիմնադրամում առաջին օրը Մարտինը եկավ կոստյումով փողկապով, դեռ կարճած հին սովորություններից։ Թերեզան նրան ընդունեց բարի, բայց ուղիղ ժպիտով։ Այստեղ դուք հարմարավետ հագուստ եք հագնում։
Ոչ մի պաշտոնականություն։ Տարեցներին գործադիր տնօրեններ պետք չեն, նրանց իրական մարդիկ են պետք։ Մարտինը կոստյումը փոխեց ջինսերով պարզ վերնաշապիկով, տարօրինակ կերպով խոցելի զգալով առանց կորպորատիվ զրահի։ Նրա առաջին աշխատանքը խոհանոցում օգնելն էր, կլպելով կարտոֆիլ տիկին Ֆրանսուհիի կողքին, 80-ամյա մի տիկնոջ, ով զվարճալի պատմություններ էր պատմում իր երիտասարդության մասին։ Դուք կորած եք թվում, տղաս, ասաց Ֆրանսուհին չարաճճի ժպիտով։ Երբեք կարտոֆիլ չեք կլպել ձեր կյանքում։ Մարտինը ծիծաղեց, ամաչելով։ Շատ ժամանակ է անցել։ Իմ մայրը սովորաբար ստիպում էր ինձ օգնել խոհանոցում, երբ ես երեխա էի։ Բայց հետո, չգիտեմ, կյանքը շատ զբաղված դարձավ։ Կյանքը միշտ զբաղված կլինի, եթե դու թույլ տաս, փիլիսոփայորեն ասաց Ֆրանսուհին։ Գաղտնիքն այն է, թե ինչով ընտրել զբաղվել։ Ես ընտրել եմ զբաղվել այն բաներով, որոնք ստիպում են իմ սրտին ժպտալ։ Իսկ դու… Հարցը ժամեր շարունակ արձագանքում էր Մարտինի մտքում։ Ինչով էր նա ընտրել զբաղվել։ Անվերջ հանդիպումներ, ֆինանսական հաշվետվություններ, շուկայական ռազմավարություններ։ Կարևոր բաներ, անկասկած, բայց որոնք ստիպում էին իր սրտին ժպտալ։ Նա չէր կարողանում հիշել, թե երբ էր վերջին անգամ իսկական ուրախություն զգացել։ Մինչդեռ Վիոլետը սուզվեց վերականգնման նախագծի մեջ այնպիսի կրքով, որը ինքը չգիտեր, որ ուներ։ Նա վարձեց պատմական ժառանգության մասնագետ ճարտարապետներ, ուսումնասիրեց այն ժամանակաշրջանը, երբ տունը կառուցվել էր, զրուցեց հին հարանների հետ, ովքեր հիշողություններ ունեին տեղի մասին։ Նա հայտնաբերեց, որ տունը կառուցվել էր իտալացի հյուսնի կողմից 20-րդ դարի սկզբին, որ մի քանի ընտանիքներ երջանկություն էին գտել այդ պատերում։ Մի կեսօր, երբ նա ուսումնասիրում էր բնօրինակ նախագծերը, գտավ տան հին լուսանկարներ։ Դրանցից մեկում մի ընտանիք կանգնած էր պատշգամբում, հպարտությունը դրոշմված դեմքերին։ Վիոլետը տխրության մի սուր զգացում զգաց, պատկերացնելով Ագնեսին սերոբին նույն պատշգամբում, կառուցելով իրենց սեփական հիշողությունները։ Եվ ինքը, Վիոլետը, ցանկացել էր ջնջել այս ամենը ժամանակակիցության դատարկ հասկացության անունից։ Նա սկսեց հաճախել պատմական ժառանգության պահպանման երեկոյան դասընթացների, գիտելիքներ կուտակելով այնպիսի ծարավով, որը չէր զգացել քոլեջից հետո։ Նա հանդիպեց այլ վերականգնողների, լսեց լքված շենքերի փրկության մասին պատմություններ, պահպանված հիշողությունների մասին։ Առաջին անգամ տարիներ շարունակ նա զգում էր, որ անում է մի բան, որն իսկապես կարևոր է։ Հիմնադրամում Մարտինը իր օրերն անցկացնում էր տարբեր գործունեությունների մեջ։ Առավոտյան նա օգնում էր նախաճաշին սենյակների կազմակերպմանը։ Կեսօրին նա մասնակցում էր ժամանցային գործունեություններին, շաշկի խաղերից մինչ ընթերցանության նիստեր։ Գիշերը նա հաճախ զրուցում էր բնակիչների հետ, լսելով կյանքի պատմություններ, որոնք նրան միաժամանակ նվաստացնում ոգեշնչում էին։ Պարոն Ալեքսանը, 85-ամյա նախկին հյուսնը, դարձավ նրա ոչ պաշտոնական մենթորը։ Ծերունին արթրիտից այլանդակված ձեռքեր ուներ, բայց դեռ պահպանում էր սուր հայացք հանգիստ իմաստություն։ Դուք այստեղ եք պատժի համար, թե՞։ Ընտրությամբ հարցրեց Ալեքսանը մի օր, երբ նրանք շաշկի էին խաղում այգում։ Մարտինը զգուշորեն մտածեց նախքան պատասխանելը։ Դա սկսվեց որպես պատիժ։ Իմ մայրը ինձ տվեց այս առաջադրանքը, ինձ դաս տալու համար։ Բայց հիմա, ես այլս չգիտեմ։ Կարծում եմ, որ դա ընտրություն է դառնում։ Ալեքսանը գլխով արեց, գոհունակ։ Լավ է։ Որովհետև իրական փոխակերպումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք ընտրում ենք։ Ոչ ոքի չի կարելի ստիպել իսկապես փոխվել։ Կարող է ձացնել, կարող է ներկայացնել, բայց իրական փոփոխությունը ներսից է գալիս։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Մարտինը հայտնաբերեց, որ մշակութային գործունեություն կազմակերպելու տաղանդ ուներ։ Նա երաժիշտներ բերեց հիմնադրամում նվագելու, համակարգեց այցելություններ թանգարաններ այգիներ, նույնիսկ կազմակերպեց թատերական խումբ, որտեղ հենց տարեցներն էին գրում բեմադրում իրենց պատմությունները։ Ֆրանսուհին բնածին դերասանուհի դուրս եկավ, իր չափազանցված մեկնաբանություններով բոլորից ծիծաղ առաջացնելով։ Ագնեսը ամեն ինչ հեռվից դիտում էր, մասնակցելով գործունեություններին, բայց պահպանելով էմոցիոնալ հեռավորություն որդուց։ Նա ուզում էր համոզվել, որ փոխակերպումն անկեղծ էր, նախքան իր սիրտը լիովին բացելը։ Նրանք քաղաքավարի զրուցում էին, բայց դեռ չկար մոր-որդու այն մտերմությունը, որը գոյություն ուներ նախկինում։ Մի գիշեր Մարտինը մորը մենակ գտավ հիմնադրամի գրադարանում։
Նա 5 գիրք էր կարդում ընթերցանության ակնոցներով, որոնք նա երբեք չէր տեսել, որ մայրը կրում էր։ Նա մի պահ տատանվեց, բայց որոշեց ներս մտնել։ «Կարող եմ նստել», հարցրեց նա հարգալից։ Ագնեսը մատնացույց արեց կողքի աթոռը։ Մարտինը մի քանի րոպե լուռ նստեց, պարզապես դիտելով մորը, թե ինչպես է կարդում։ Վերջապես նա փակեց գիրքը, նայեց նրան։ «Դու փոխվել ես», պարզապես ասաց նա։ «Ես փորձում եմ», պատասխանեց Մարտինը։ «Ամեն օր արթնանում եմ ինձ հարցնում, թե ինչպես կարողացա անել այն, ինչ արեցի։ Եվ ամեն օր փորձում եմ մի փոքր ավելի լավը լինել, քան այն մարդը, ով ձեզ դրեց այդ վայրը»։ Ագնեսը ուսումնասիրեց որդու դեմքը, տեսնելով աչքերի տակի մուգ շրջանակները, աշխատանքից կոշտացած ձեռքերը, այն խոնարհությունը, որը ամիսներ առաջ գոյություն չուներ։ «Ձեր հայրը հպարտ կլիներ այն մարդու համար, ում դուք դառնում եք»։ Մարտինի աչքերում անմիջապես արցունքներ հայտնվեցին։ «Ես պարզապես ուզում էի, որ նա այստեղ լիներ, ինձ առաջնորդելու համար։ Ես ամեն օր կարոտում եմ նրան»։ «Ես էլ», խոստովանեց Ագնեսը, ձայնը մեղմ։ «Բայց սերոբը մեզ թողեց ավելին, քան հիշողություններ։ Նա մեզ դասեր թողեց։ Եվ դրանցից մեկն այն էր, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Նա նորից սկսեց, երբ ինձ հանդիպեց։ Ես նորից սկսեցի, երբ փախա նրա հետ։ Եվ հիմա դու էլ ես նորից սկսում»։ «Մայրիկ», ասաց Մարտինը, ձայնը դողդոջում։ «Ես կարող եմ գրկել ձեզ»։ Ագնեսը լռեց մի պահ, որը հավերժություն թվաց։ Ապա դանդաղ բացեց ձեռքերը։ Մարտինը կանգնեց, գրկեց նրան, վերջապես, ամիսներ անց, զգալով, թե ինչպես է ներողամտությունը սկսում հոսել նրանց մեջ։ Դա ամբողջական ներողամտություն չէր, դա ավտոմատ երջանիկ ավարտ չէր։ Բայց դա բուժման իրական սկիզբ էր։ Վերամիավորումից 6 ամիս անց Սերոբ Թավադյանի հիմնադրամը դարձել էր ավելին, քան տարեցների ապաստան։ Այն վերածվել էր հույսի արժանապատվության խորհրդանիշի, գրավելով լրատվամիջոցների տարեցների իրավունքների պաշտպանների ուշադրությունը։ Ագնեսը, ի սկզբանե դժկամորեն հրապարակայնորեն բացահայտվելու, հասկացավ, որ իր պատմությունն ուներ ընկալումները փոխելու իրական փոփոխություններ ոգեշնչելու ուժ։ Առաջին հարցազրույցը տեղի ունեցավ գրեթե պատահաբար։ Մի երիտասարդ լրագրող, Կամիլա Հովհաննիսյանը, զեկույց էր պատրաստում Երանի ծերերի հաստատությունների մասին, հայտնաբերեց հիմնադրամը։ Նա այնքան տպավորված էր տեսածով, որ խնդրեց հարցազրույց վերցնել հիմնադրից։ Ագնեսը համաձայնեց պայմանով, որ նա կկարողանա խոսել ոչ միայն հիմնադրամի, այլ իր սեփական լքվածության փորձի մասին։ Հոդվածը հրապարակվեց Հայաստանի ամենաընթերցված շաբաթաթերթում, «Մերժումից մինչ փրկություն», Ագնես Թավադյանի պատմությունը սադրիչ վերնագրով։ Հոդվածը պատմում էր ամեն ինչ, տնից նրբորեն վտարվելուց մինչ ժառանգության հայտնաբերումը, անցնելով հիմնադրամի ստեղծման միջով։ Լուսանկարները ցույց էին տալիս Ագնեսին բնակիչների միջ, անկեղծորեն ժպտալով, բռնած տիկին Ֆրանսուհիի ձեռքը։ Արձագանքն անմիջական էր, ճնշող։ Հիմնադրամի հեռախոսը անդադար զանգում էր։ Այլ ամսագրեր, թերթեր, հարցազրույցներ էին խնդրում։ Հեռուստատեսային հաղորդումները ցանկանում էին հրավիրել նրան։ Ընտանիքներ, ովքեր լքել էին իրենց տարեցներին, սկսեցին հաշտվելու ուղիներ փնտրել։ Եվ, ամենակարևորը, նվիրատվություններ սկսեցին գալ ամբողջ երկրից։ Մարտինը, ով այժմ հիմնադրամի թիմի անբաժանելի մասն էր, պատասխանատվություն ստանձնեց հանկարծակի աճը կառավարելու համար։ Նրա գործադիր հմտությունները, որոնք նա կարծում էր, թե թողել էր անցյալում, անհրաժեշտ դուրս եկան ընդլայնումը կայուն կերպով կառուցելու համար։ Բայց հիմա նա դրանք օգտագործում էր այլ նպատակով, ոչ թե շահույթ կուտակելու, այլ արժանապատվությունը բազմապատկելու համար։ Մի շաբաթ օր առավոտյան Ագնեսին հրավիրեցին մասնակցելու շատ հայտնի առավոտյան հեռուստատեսային հաղորդմանը։ Թերեզան օգնեց նրան պատրաստվել, ընտրելով մի պարզ, բայց նրբագեղ զգեստ մուգ կապույտ երանգով։ «Շատ պաշտոնական մի եղեք», խորհուրդ տվեց Թերեզան։ «Մարդիկ պետք է տեսնեն, թե ով եք դուք իրականում»։ Ստուդիայում հաղորդավարուհի Լաուրա Մելքոնյանը նրան ընդունեց անկեղծ ջերմությամբ։ «Տիկին Ագնես, ձեր պատմությունը հուզել է միլիոնավոր մարդկանց։ Բայց ես ուզում եմ, որ դուք ինձ պատմեք, ձեր սեփական խոսքերով, թե ինչ զգացիք, երբ ձեր որդին ձեզ տարավ այդ ծերանոց»։ Ագնեսը խորը շունչ քաշեց, հիշելով դոկտոր Հենրիխին, ով նրան ուղղորդել էր լինել անկեղծ, բայց ոչ դաժան։ «Ես զգացի, որ ինձ դեն են նետում։ Ակնհայտ դաժանություն չկար, ճիչեր կամ բռնություն չկար։
Բայց կար մի ավելի վատ բան, մի նրբություն, որը քողարկում էր մերժումը։ Կարծես ես պետք է շնորհակալ լինեի իմ սեփական կյանքից հեռացվելու համար։ Ստուդիայում լռությունը շոշափելի էր։ Հաղորդավարուհու աչքերում արցունքներ կային։ Եվ երբ իմացաք ժառանգության մասին, ինչպես զգացիք։ Հեգնականորեն ազատ, պատասխանեց Ագնեսը տխուր ժպիտով։ Որովհետև հասկացա, որ արժանապատվությունը փողից կախված չէ։ Հարուստ լինել թե աղքատ, ծեր թե երիտասարդ, բոլորս արժանի ենք հարգանքի սիրո։ Եվ դա այն էր, ինչ նրանք գրեթե խլեցին ինձանից, ոչ թե իմ տունը կամ իմ իրերը, այլ իմ արժանապատվությունը։ Հարցազրույցը տեց 40 րոպե, բայց ընդամենը մի քանի ակնթարթ թվաց։ Ագնեսը խոսեց սերոբի մասին, այն սիրո մասին, որը նրանց պահում էր դժվարությունների միջով, այն մասին, թե որքան կարևոր է չմոռանալ նրանց, ովքեր մեզ մեծացրել են։ Նա խոսեց ներողամտության մասին, բայց նա սահմանների մասին։ Եվ ավարտեց այն արտահայտությամբ, որը կդառնար նրա մանտրան։ Ծերանալը կորցնել չէ, այլ կուտակել։ Ամեն կնճիռ գիրք է։ Ամեն լռություն՝ դաս։ Եվ ով մոռանում է դա, մոռանում է, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Արտահայտությունը տարածվեց սոցիալական ցանցերում։ Մի քանի օրվա ընթացքում այն պաստառների, շապիկների, փողոցային որմնանկարների վրա էր։ Ագնեսը, անկախ իր կամքից, դարձավ հանրային դեմք, տարեցների իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։ Դասախոսությունների հրավերներ էին գալիս ամեն օր։ Քաղաքական գործիչները ցանկանում էին կապվել նրա կերպարի հետ։ Ընկերությունները միլիոնավոր հովանավորություններ էին առաջարկում։ Մարտինը օգնում էր նրան ստել հրավերները, ապահովելով, որ նա չգերբեռնվի։ Նա հայտնաբերեց, որ մորը լրատվամիջոցների շահագործումից պաշտպանելը փրկության այլ, բայց նույնքան կարևոր էր։ Մինչդեռ Վիոլետը ավարտում էր Դիլիջանի տան վերականգնումը։ Ամիսների աշխատանքը տեղը վերածել էր ճարտարապետական գոհարի, պահպանելով նրա պատմական էությունը, զգուշորեն արդիականացնելով այն։ Յուրաքանչյուր մանրուք մտածված էր, հարգելով տեղի հիշողությունը։ Խոհանոցը, որտեղ Ագնեսը հազարավոր կերակուրներ էր պատրաստել, վերականգնվեց իր բնօրինակ սալիկներով։ Պատշգամբը, որտեղ նա սերոբը սուրճ էին խմում, ստացավ նոր փայտե հատակներ։ Այգին վերատնկվեց նույն ծաղիկներով, որոնք միշտ այնտեղ եղել էին։ Բայց Վիոլետը ավելին արեց, քան վերականգնեց։ Նա ստեղծեց նոր տարածքներ, որոնք հարգում էին անցյալը, բացելով ապագան։ Համայնքային գրադարան, որտեղ հարանները կարող էին գրքեր վերցնել։ Արվեստի արվեստանոց, որտեղ տարածաշրջանի տարեցները կարող էին նկարել ստեղծագործել։ Հիշողությունների սենյակ, որտեղ ցանկացած մարդ կարող էր գրանցել, կիսվել իր կյանքի պատմություններով։ Երբ վերջապես նա հրավիրեց Ագնեսին տեսնելու ավարտված աշխատանքը, նա նյարդային էր, ինչպես երեխան, ով դպրոցական նախագիծ էր ներկայացնում։ Նրանք լուռ քայլեցին տան միջով, Ագնեսը դիպչելով պատերին, զգալով տեղի էներգիան։ Դու հասկացար, վերջապես մրմնջաց նա, արցունքները ազատորեն հոսելով։ Դու հասկացար, որ տունը պարզապես պատեր չեն, դրանք այն կյանքերն են, որոնք բնակվում են դրանում։ Վիոլետը հեկեկաց, թեթացած։ Ես պետք է դա ճիշտ անեի։ Ես պետք է ցույց տայի, որ հասկացել եմ, թե ինչ էի փորձում ոչնչացնել։ Այս տունը, այն այլս միայն քոնը կամ իմը չէ։ Այն խորհրդանիշը, որ մենք կարող ենք պահպանել հիշողությունները, կառուցելով ապագաներ։ Սերոբ Թավադյանի հիշողության տան բացումը, ինչպես այն անվանվեց, տեղի ունեցավ Արոտ կիրակի օրը։ Հարյուրավոր մարդիկ ներկա էին, հին հարաններից մինչ լրագրողներ, հետաքրքրասերներ։ Պարոն Ալեքսանը կտրեց բացման ժապավենը, իր դողդոջուն ձեռքերով արժանապատվությամբ պահելով մկրատը։ Ֆրանսուհին հուզիչ ճառ ասաց հիշելու կարողության մասին։ Բայց ամենահուզիչ պահն այն էր, երբ Ագնեսը խնդրեց խոսք։ Նա բարձրացավ այգում տեղադրված փոքր բեմը, նայեց բազմությանը։ Նա տեսնում էր Մարտինին, Վիոլետին, ձեռք ձեռքի։ Նա տեսնում էր Թերեզային, Հովհաննեսին, ովքեր դարձել էին իր երկրորդ ընտանիքը։ Նա տեսնում էր հիմնադրամի բնակիչներին, ովքեր հատուկ այդ պահի համար էին եկել։ Նա տեսնում էր անծանոթների, ովքեր լացում էին, կարծես մտերիմից ճանաչում էին նրա պատմությունը։ 1 տարի առաջ, սկսեց Ագնեսը, ձայնը հաստատուն, ես կորած էի, միայնակ, դեն նետված։ Այսօր ես այստեղ եմ, շրջապատված սիրով նպատակով։ Ինչ փոխվեց։ Դա այն փողը չէր, որը ես ժառանգեցի, թե այն թույլ տվեց կառուցել այս ամենը։
Փոխվեց ընտրությունը իմ այլ մարդկանց կողմից հավատալու, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, երբեք ուշ չէ ներողություն խնդրելու, երբեք ուշ չէ ավելի լավը դառնալու։ Նա դադար տվեց, աչքերը հանդիպելով Մարտինի աչքերին։ Իմ որդին սարսափելի սխալ էր թույլ տվել։ Բայց նա ուներ քաջություն ճանաչելու ուշ փոխվելու համար։ Սա չի ջնջում անցյալը, բայց կառուցում է այլ ապագա։ Եվ դա այն է, ինչ մենք բոլորս կարող ենք անել ամեն օր, ընտրել ավելի լավը լինել, քան երեկ էինք։ Հանդիսատեսը երկար ծափահարեց։ Ագնեսը իջավ բեմից, գրկվեց տասնյակ մարդկանց կողմից, յուրաքանչյուրը կիսվելով իր սեփական լքվածության, հաշտեցման կամ հույսի պատմությամբ։ Այդ գիշեր, երբ տունը դատարկվում էր, Արը մայր էր մտնում Դիլիջանի վրա, Ագնեսը նստեց վերականգնված պատշգամբում։ Մարտինը սուրճ բերեց, այնպես, ինչպես նա էր սիրում, նստեց նրա կողքին։ Վիոլետը միացավ նրանց, բերելով կապույտ շալը, որը Ագնեսն այդքան էր սիրում։ Շնորհակալ եմ, պարզապես ասաց Ագնեսը, վերցնելով շալը, փաթաթվելով դրանով։ Ինչու մայրիկ, հարցրեց Մարտինը, շփոթված։ Մենք պետք է շնորհակալ լինեինք։ Ինձ հնարավորություն տալու համար ապացուցելու, որ սերը հաղթում է։ Ոչ թե հեշտ ձով, ոչ առանց ցավի կամ աշխատանքի։ Բայց հաղթում է։ Եվ դա, իմ սիրելիներ, ցանկացած ժառանգությունից մեծ նվեր է։ Մինչ նրանք դիտում էին, թե ինչպես է երկինքը նարնջագույն վարդագույն երանգներ ստանում, երեքը հարմարավետ լռության մեջ մնացին, յուրաքանչյուրն իր մեջ մշակելով այն ճանապարհը, որը նրանց հասցրել էր այնտեղ։ Տունը շնչում էր նրանց շուրջը, կենդանի հին հիշողություններով, նոր խոստումներով։ Բաճկոնի գրպանում Ագնեսը զգում էր սերոբի մատանու ծանրությունը, որը նա այժմ կրում էր վզնոցի շղթայի վրա։ Նա նրբորեն դիպչեց դրան, շշնջաց քամուն։ Դու հպարտ կլինեիր, իմ սեր։ Մենք հաջողեցինք։ Մենք ցավը լույսի վերածեցինք։ Եվ այդ պահին, զգալով լեռան թարմ քամին, լսելով փողոցում խաղացող երեխաների հեռավոր ծիծաղը, Ագնես Թավադյանը հասկացավ, որ իր ճանապարհորդությունը չի ավարտվի այնտեղ։ Դա պարզապես նոր սկիզբ էր, մի պատմության այլ գլուխ, որը դեռ շատ բան ուներ պատմելու։ Փոխակերպման տարին մոտենում էր ավարտին։ Մարտինը կատարել էր իր խոստումը, ամբողջ 12 ամիս լրիվ դրույքով աշխատելով հիմնադրամում։ Բայց այս գործընթացում ինչ-որ հետաքրքիր բան էր պատահել, նա այլևս չէր ցանկանում վերադառնալ կորպորատիվ աշխարհ։ Անվերջ հանդիպումներին, ցուրտ հաշվետվություններին, շուկայական ռազմավարություններին վերադառնալու գաղափարը նրան դատարկություն էր թողնում։ Նա ավելի մեծ նպատակ էր հայտնաբերել, աշխատելով տարեցների հետ, լսելով նրանց պատմությունները, սովորելով նրանց իմաստություններից։ Մի կեսօր, երբ նա հիմնադրամում կազմակերպում էր ստեղծագործական գրելու դասընթաց, Մարտինը նկատեց, որ պարոն Ալեքսանն ավելի հանգիստ էր, քան սովորաբար։ Ծեր Հյուսնը, ով միշտ պատմություն կամ խորհուրդ ուներ, պարզապես պատուհանից էր նայում հեռավոր արտահայտությամբ։ Պարոն Ալեքսան, ամեն ինչ կարգին է, հարցրեց Մարտինը մոտենալով։ Ծերունին տխուր ժպտաց։ Ես մտածում եմ իմ որդու մասին, տղաս։ 20 տարի է, ինչ չենք խոսում։ Նա Գյումրիում է ապրում, այնտեղ կյանք է կառուցել, ընտանիք ունի։ Բայց ինձ հետ կապերը խզեց ժառանգության շուրջ մի անիմաստ վեճի պատճառով, երբ իր մայրը մահացավ։ Եվ հիմա, տեսնելով ձեզ տիկին Ագնեսին հաշտվող, մտածում եմ, թե արդյոք դեռ ժամանակ կա մեզ համար։ Մարտինը զգաց, թե ինչպես է կրծքի մեջ սեղմվում։ Միշտ ժամանակ կա, պարոն Ալեքսան։ Եթե ես այս տարի ինչ-որ բան սովորել եմ, դա այն է, որ քանի դեռ կյանք կա նորից սկսելու հնարավորություն։ Ուզում եք, որ ես օգնեմ ձեզ գտնել նրան։ Հաջորդ օրերին Մարտինը օգտագործեց իր կապերը պարոն Ալեքսանի որդուն գտնելու համար։ Դա դժվար չէր, տղամարդը հարգված ինժեներ էր Գյումրիում։ Մարտինը զանգահարեց, ներկայացավ, պատմեց հիմնադրամի հոր մասին, ով կարոտում էր իրեն։ Սկզբնական դիմադրություն կար, հին վերքերը դեռ բաց էին, բայց Մարտինը նրբորեն պնդեց, կիսվելով իր սեփական հաշտեցման պատմությամբ։ 2 շաբաթ անց հիմնադրամում հայտնվեց 50 մի քանի տարեկան մի տղամարդ, ճանապարհին լացած աչքերով։ Պարոն Ալեքսանը այգում էր, երբ տեսավ որդուն։ Երկուսը երկար կանգնած մնացին, պարզապես նայելով միմյանց։ Ապա միաժամանակ քայլեր արեցին, միմյանց դեմ գրկվեցին, լացելով մանուկների պես։ Մարտինը հեռվից դիտում էր, արցունքները դեմքին հոսելով։ Ագնեսը հայտնվեց նրա կողքին, բռնելով նրա ձեռքը։ Դու դա արեցիր, իմ որդի։ Դու օգտագործեցիր քո ցավը, մեկ ուրիշի ցավը բուժելու համար։ Ավելի մեծ փրկություն չկա։
Մինչդեռ Սերոբ Թավադյանի հիմնադրամը անսպասելի պատիվ ստացավ։ Տարեցների իրավունքների ազգային խորհուրդը հայտարարեց, որ Ագնեսին կպարգատրվի տարեցների իրավունքների պաշտպանության մեջ վաստակի համար մեդալով։ Արարողությունը տեղի կունենար Երանում, իշխանությունների ամբողջ երկրի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ագնեսը ի սկզբանե դիմադրեց մրցանակը ստանալու համար ճանապարհորդելու գաղափարին։ «Ես դա չեմ անում ճանաչման համար», պնդեց նա։ «Ես անում եմ, որովհետև դա ճիշտ է»։ Բայց Թերեզան համոզեց նրան. «Տիկին Ագնես, ձեր ներկայությունն այնտեղ կոգեշնչի այլ մարդկանց։ Կցույց տա, որ փոփոխությունը հնարավոր է։ Դուք չեք ստանում այս մրցանակը ձեզ համար, այլ բոլոր այն տարեցների համար, ովքեր ձայն չունեն»։ Ճանապարհորդությունը Երան անիրական փորձ էր։ Ագնեսը, ով ամիսներ առաջ կորած էր փողոցներում անձրի տակ, այժմ քայլում էր իշխանության միջանցքներով, ողջունվելով սենատորների նախարարների կողմից։ Բայց այն պահը, որն ամենաշատը հուզեց նրան, ոչ թե պաշտոնական արարողությունն էր, այլ այն, երբ մի երիտասարդ կին ամաչկոտորեն մոտեցավ դադարի ժամանակ։ «Տիկին Ագնես, իմ տատը ինձ մեծացրել է։ Իմ ծնողները խնդիրներ ունեին, նա ստանձնեց իմ խնամքը։ Երբ ես մեծացա, սկսեցի անհանգստանալ նրա ներկայությունից իմ տանը։ Կարծում էի, որ արժանի եմ ապրել իմ կյանքը, առանց որևէ մեկի մասին հոգ տանելու։ Ապա ես տեսա ձեր հարցազրույցը հեռուստատեսությամբ, ժամերով լացեցի։ Հաջորդ օրը ես ներողություն խնդրեցի իմ տատից խոստացա, որ այլս երբեք նրան չեմ ստիպի զգալ, որ նա բեռ է։ Շնորհակալ եմ, որ ժամանակին արթնացրեցիք ինձ»։ Ագնեսը գրկեց երիտասարդ կնոջը, զգալով իր նոր դերի ծանրությունն ու գեղեցկությունը։ Դա միայն իր սեփական պատմության մասին չէր, դա շարժում ստեղծելու ու մշակութային փոփոխություն մտցնելու մասին էր, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում իր տարեցներին։ Վերադառնալով Երան, Ագնեսը ստացավ մի նորություն, որը զարմացրեց նրան։ Հեռավոր մի զարմիկ, Օգոստոս Ալեքսանդրյանը, թերթերում կարդացել էր նրա մասին կապ հաստատել դոկտոր Հենրիխի միջոցով։ Նա թոշակի անցած պատմաբան էր, մասնագիտացած ընտանեկան ծագումնաբանության մեջ, Ալեքսանդրյանների ընտանիքի մասին հսկայական արխիվ ուներ։ Նրանք հանդիպեցին հիշողության տանը, Օգոստոսը բերեց լուսանկարներով, նամակներով, փաստաթղթերով լի տուփեր։ Մինչ նրանք միասին ուսումնասիրում էին ընտանեկան պատմության այդ գանձը, Ագնեսը հայտնաբերեց նախնիների դեմքեր, որոնց երբեք չէր ճանաչել, կարդաց սիրային նամակներ, որոնք փոխանակվել էին իր նախապապերի նախատատերի կողմից, ավելի լավ հասկացավ, թե որտեղից է եկել, ով է ինքը։ «Գիտեք», ասաց Օգոստոսը, թերթելով հին ալբոմը, «մեր ընտանիքը միշտ ուժեղ կանայք է ունեցել։ Կանայք, ովքեր մարտահրավեր են նետել կոնվենցիաներին, ովքեր ընտրել են սերը հարմարավետության փոխարեն։ Դուք բացառություն չեք, Ագնես, դուք կանոնն եք։ Դուք մարտիկների տոհմի շարունակությունն եք»։ Այդ ժամանակ սկսեց ձևավորվել գաղափարը։ Իսկ եթե նա գրեր իր հիշողությունները։ Իսկ եթե նա փաստագրեր ոչ միայն իր սեփական ճանապարհորդությունը, այլ հիմնադրամի բնակիչների պատմությունները։ Դա կարող էր լինել մի գիրք, վկայություն ապագա սերունդների համար արժանապատվության, սիրո փրկության մասին։ Օգոստոսը առաջարկեց օգնել, այդպես սկսվեց նախագիծը։ Ամեն կեսօր Ագնեսը թելադրում էր իր հիշողությունները, մինչ Օգոստոսը մուտքագրում էր։ Բայց դրանք միայն նրա հիշողությունները չէին, դրանք նա Ֆրանսուհի, Ալեքսանի, Թերեզայի, Հովհաննեսի, Մարտինի, Վիոլետի ձայներն էին։ Դա միահյուսված կյանքերի մի գոբելեն էր, յուրաքանչյուր թելը նպաստում էր ավելի մեծ պատկերին։ Ամիսներն արագ անցան։ Հիմնադրամը շարունակում էր աճել, այժմ Երանի տարբեր թաղամասերում ունենալով 3 միավոր։ Մարտինը պաշտոնապես ստանձնել էր գործադիր տնօրենի պաշտոնը, օգտագործելով իր բիզնես հմտությունները, ֆինանսական կայունություն ապահովելու համար, առանց կորցնելու նախագծի սիրտը։ Վիոլետը բացեց վերականգնման գրասենյակ, մասնագիտացած պատմական ժառանգության մեջ, դառնալով ոլորտի հեղինակություն աշխատանքի ընդունելով երիտասարդ ճարտարապետների, ովքեր կիսում էին իր գիրքը։ Հենց այդ հանգիստ կեսօրներից մեկում էր, երբ ամեն ինչ վերջապես խաղաղ էր թվում, որ Ագնեսը սկսեց կրծքի ցավեր զգալ։ Նա փորձեց անտեսել, բայց Մարտինը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Նա պնդեց նրան հիվանդանոց տանել, որտեղ հետազոտությունները բացահայտեցին սրտի խնդիր, որը շտապ վիրահատության կարիք ուներ։ Լուրն արագ տարածվեց։ Վիրահատությունից 1 օր առաջ հիվանդանոցը լիքն էր այցելուներով։ Հիմնադրամի բոլոր բնակիչները այնտեղ էին, ոմանք անվասայլակներում, ոմանք հենված քայլակներին, բայց բոլորը ներկա էին։
Թերեզան Հովհաննեսը տնական ուտելիք բերեցին հիվանդանոցի գիշերային հերթապահության աշխատակիցների համար։ Վիոլետը հերթապահության համակարգ կազմակերպեց, որպեսզի միշտ ընտանիքից մեկը սպասի։ Մարտինը չհեռացավ մոր կողքից։ Նա բռնել էր նրա ձեռքը, հիշելով բոլոր այն անգամները, երբ մայրը բռնել էր իր ձեռքը, երբ նա երեխա էր, երբ վախենում էր, երբ հիվանդ էր։ Հիմա իր հերթն էր ուժ լինել։ Մայրիկ, ամեն ինչ լավ կլինի, շնջաց նա, փորձելով համոզել ինչպես իրեն, այնպես էլ նրան։ Ագնեսը ժպտաց, հանգիստ։ Արդեն լավ է, որդիս։ Նույնիսկ եթե վաղը ես չելնեմ այս սենյակից, արդեն լավ է։ Ես կարողացա ցավը սիրով վերածել, կարողացա տեսնել, թե ինչպես ես դու դառնում այն մարդը, ում միշտ գիտեի, որ կարող ես լինել։ Իմ ժառանգությունը ապահովված է, ոչ թե այն փողով, որը թողնում եմ, այլ այն կյանքերով, որոնց դիպչեցինք։ Այդպես մի խոսա, աղաչեց Մարտինը, արցունքները ազատորեն հոսելով։ Բայց Ագնեսը շարունակեց, նրա շտապողականությամբ, ով պետք է կարևոր բաներ ասի, քանի դեռ կարող է։ Լսիր, Մարտին։ Դու սովորել ես կյանքի ամենակարևոր դասը, որ արժանապատվությունը գին չունի, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Հիմա սովորեցրու դա քո ապագա երեխաներին։ Սովորեցրու, որ ծերանալը կուտակել է, ոչ թե կորցնել։ Սովորեցրու, որ ամեն կնճիռ գիրք է, ամեն լռություն դաս։ Նա կրկնում էր իր մանտրան, այն բառերը, որոնք հուզել էին միլիոնավոր մարդկանց, Մարտինը հասկացավ, որ այդ բառերը նրա հոգոր կտակն էին։ Վիրահատությունը դեց 6 ժամ։ Սպասասրահը լեփ-լեցուն էր, մարդիկ նստած էին հատակին, հենված պատերին, աղոթում էին, խորում էին, սպասում էին։ Երբ վերջապես բժիշկը դուրս եկավ, հոգնած, բայց թեթացած արտահայտությամբ, ընդհանուր հառաչանք արձագանքեց։ Վիրահատությունը հաջող անցավ։ Տիկին Ագնեսը ուժեղ է, կապաքինվի։ Տոնակատարությունը զուսպ էր, հարգալից հիվանդանոցային միջավայրի նկատմամբ, բայց անկեղծ։ Մարտինը գրկեց Վիոլետին, ապա Թերեզային Հովհաննեսին, ապա այնտեղ գտնվող յուրաքանչյուր մարդուն, շնորհակալություն հայտնելով, որ դարձել էին իր ընդլայնված ընտանիքը։ Ապաքինումը դանդաղ էր, բայց մշտական։ Ագնեսը այդ ժամանակը օգտագործեց Օգոստոսի հետ հիշողությունների գիրքը ավարտելու համար։ Վերնագիրը միաձայն ընտրվեց նախագծի մասնակիցների կողմից։ Ամեն կնճիռ գիրք է, Ագնես Թավադյանի հիշողությունները։ Վիրահատությունից 6 ամիս անց Ագնեսը որոշում կայացրեց, որը զարմացրեց բոլորին։ Նա հայտարարեց, որ կվերադառնա ապրելու Դիլիջանի տանը, հիշողության տանը, որը Վիոլետը այդքան սիրով էր վերականգնել։ Ոչ թե սեփականության ակտով, այլ որպես խորհրդանիշ, որ շրջանակները կարող են փակվել սիրով, ցավի փոխարեն։ Մարտինը Վիոլետը տեղափոխվեցին մոտակա տուն, բայց գրեթե ամեն գիշեր ճաշում էին Ագնեսի հետ։ Հիշողության տունը շարունակում էր բաց լինել համայնքի համար ցերեկը, բայց գիշերը այն նորից տուն էր, լցված զրույցներով, ծիծաղով, թարմ սուրճի բույրով։ Մի հատուկ կիրակի կեսօր բոլորը հավաքվեցին պատշգամբում տոնակատարության համար։ Հիշողությունների գիրքը կթողարկվեր հաջորդ շաբաթ, հրատարակիչը կանխատեսում էր, որ այն վաճառքի հաջողություն կունենա։ Բայց առտրային հաջողությունից ավելի կարևորն այն էր, թե ինչ էր ներկայացնում գիրքը, ապացույց, որ սովորական կյանքերն արտասովոր պատմություններ ունեն։ Ագնեսը նստեց իր սիրելի աթոռին, նույն տեղում, որտեղ Սերոբը սովորաբար նստում էր սուրճ խմելու լեռները դիտելու համար։ Մարտինը նրա կողքին էր, այժմ մի քանի մոխրագույն մազերով, որոնք 1 տարի առաջ գոյություն չունեին։ Վիոլետը նստած էր հատակին, գլուխը հենած ամուսնու ծնկին, վերջապես խաղաղ իր հետ։ Թերեզան Հովհաննեսը բերել էին ֆրանսուհին Ալեքսանին, ովքեր զվարճալի պատմություններ էին պատմում հիմնադրամի մասին։ Արը սկսեց մայր մտնել, երկինքը ոսկեգույն վարդագույն երանգներով ներկելով։ Ագնեսը վերցրեց Սերոբի մատանին, որը նա այժմ միշտ կրում էր վզնոցի վրա, սիրով բռնեց այն։ Նա զգաց ամուսնու ներկայությունը այնտեղ, այդ պատշգամբում, լիարժեքության այդ պահին։ Ի վերջո, շշնջաց նա, ավելի շատ իրեն, քան մյուսներին, սերը հաղթեց։ Ոչ այնպես, ինչպես մենք պատկերացնում էինք, բայց հաղթեց։ Եվ դա, իմ սիրելիներ, այն ամենն է, ինչ կարևոր է։ Մարտինը բռնեց մոր ձեռքը, Վիոլետը բռնեց մյուս ձեռքը։ Եվ այնտեղ շրջապատված ընտրված ընտանիքով արյունակից ընտանիքով, նրանք դիտեցին ամենագեղեցիկ մայրամուտը, որը նրանցից որը մեկը երբե տեսել էր։ Ոչ թե այն պատճառով, որ երկինքը հատկապես գունեղ էր այդ գիշեր, այլ այն պատճառով, որ նրանք վերջապես աչքեր ունեին տեսնելու այն գեղեցկությունը, որը միշտ այնտեղ էր, սպասելով ճանաչվելուն։
Ագնեսը մի պահ փակեց աչքերը, զգալով լեռան թարմ քամին, լսելով իր շուրջը ծիծաղը, իմանալով, որ իր ժառանգությունը չի չափվի բանկային համարներով կամ սեփականություններով, այլ փոխակերպված կյանքերով, բուժված սրտերով, բազմապատկված սիրով։ Եվ դա, նա գիտեր, ավելի արժեքավոր էր, քան ցանկացած կարողություն, որը նա կարող էր ժառանգել։ Երբ նա նորից բացեց աչքերը, տեսավ Մարտինին, նայելով իրեն այնքան սիրով երախտագիտությամբ, որ սիրտը լցվեց։ Նա ժպտաց նրան, այն ժպիտով, որը ներել էր ամեն ինչ, որն ընտրել էր հավատալ երկրորդ հնարավորություններին, որը որոշել էր, որ սերը միշտ ավելի ուժեղ է, քան ցավը։ Եվ այնտեղ, Դիլիջանի այդ պատշգամբում, լեռները լուր դիտելով երկինքը հույսով նկարված Թավադյանների ընտանիքը ապացուցեց, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, երբեք ուշ չէ բուժելու, երբեք ուշ չէ սիրելու։ Որովհետև ի վերջո, ինչպես Ագնեսը միշտ ասում էր, ամեն կնճիռ իսկապես գիրք է, ամեն լռություն իսկապես դաս է, ծերանալը, ի տարբերություն շատերի կարծիքի, կորցնել չէ, այլ կուտակել անտեսանելի գանձեր, որոնք ոչ մի նյութական ժառանգություն չի կարող գնել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Ագնեսի, Մարտինի, Վիոլետի ճանապարհորդությունը ձեր սրտերին դիպել է այնքան խորը, որքան մերին այս պատմությունը պատմելիս։ Այս ընտանիքի փոխակերպումը մեզ հիշեցնում է, որ երբեք ուշ չէ ճանաչել մեր սխալները, ներել վերականգնել կորած թվացող կապերը։ Եթե այս պատմությունը որևէ մտորում է առաջացրել այն մասին, թե ինչպես ենք վերաբերվում մեր տարեցներին, արժանապատվության, հարգանքի իսկական սիրո մասին, ուրեմն մենք հասել ենք մեր նպատակին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նմանապես հմայիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը։ Դուք կարող եք այն գտնել այստեղ, սեղմելով ձեր ձախ կողմում։ Եթե փրկության ընտանեկան սիրո այս պատմությունը դիպել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել այս տեսանյութը։ Ամեն օր մենք բերում ենք եզակի պատմություններ, որոնք նշում են մարդկային փոխակերպման հաղթահարման կարողությունը։ Ձեր մասնակցությունը մեկնաբանություններում շատ կարևոր է, պատմեք մեզ, թե արդյոք դուք երբե նման բան եք ապրել, արդյոք այս պատմությունը փոխել է ձեր որոշ հեռանկարներ, կամ պարզապես կիսվեք ձեր զգացածով։ Մենք այստեղ ենք, ամեն օր, նոր պատմություններով, որոնք ուղիղ սրտին են խոսում։ Մինչ հաջորդ համատեղ ճանապարհորդությունը։